մենք կխոսենք 3 հիմնական խնդիրների մասին առաջանության պատմությանը վերաբերող, առաջինը ինչպես անկախացավ Հայաստանը, երկրորդ խնդիրը հարևանների հետ հարաբերությունները, հատկապես սահմանների հաստատման խնդիրը ինչպես էր լինում, ինչպիսի գործընթաց տեղ ունեցավ, եւ մյուս խնդիրը խոսքի եւ մամուլի ազատության հարցը, քանի որ դա հավերժ թեմա է գոնե վերջին 300-ամյակի պատմության ընթացքում, նաեւ կտեսնենք, թե այդ ժամանակահատվածում նման խնդիրներն ինչպես էին կանոնակարգվում եւ իրավական տեսակետից եւ նաեւ փաստացի եւ սովորական լրագրողները ինչպես այսօր են խնդիրների հանդիպում նաեւ այն ժամանակ էր նաեւ այն ժամանակ ինչ հարցերի մասին խրախուսելի էր գրել եւ ինչ թեմաներ էր որ արգելված էին կամ այդ թեմայի մասին գրող լրագրողը կարող էր խոչընդոտների հանդիպել հիմա խոսենք առաջին բաժնի վերաբերյալ թե ինչպես ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը Ընդհանրապես ընդունված է այդպես դասագրքային ճշմարտության նման միշտ շեշտել, որ շուրջ 600 տարի Հայաստանը չուներ անկախ պետականություն։ Եվ 20-րդ դար թևակողեց հարևան Հայաստան երկու հատվածները, արևելյան եւ արևմտյանը, ռուսական եւ օսմանյան տիրապետության ներքո գտնվելու պայմաններում եւ մենք տեսնում ենք, որ արդեն 1914 թվականին ինչպես եվրոպական տարածաշրջանում նաեւ այդ թվում նաեւ այսր Կովկասում սկսվում է համաշխարհային պատերազմ, որը փոխելու էր տարածաշրջանի ժողովուրդների եւ նաեւ աշխարհի դիմագիծը։ Եվ առաջին աշխարհամարտի ավարտական փուլում 1917 թվականին տեղ ունեցավ ժամանակի համար շատ անսպասելի իրադարձություն, որին ռուսական կայսրության ժողովուրդները երկար էին, տասնամյակներ էին սպասել, բազմաթիվ անհատներ իրենց կյանքն էին նվիրաբերել հեղափոխական շարժումներին, միապետության տապալմանը եւ ռուսական կայսրը Նիկոլայ II արդեն փետրվարին հրաժարական է տալիս եւ իշխանությունը ստանձնում է համառուսաստանյան ժամանակավոր կառավարություն, որ անցումային կառավարություն էր այսօրվա բառերով ասած, որը պիտի ստեղծեր սահմանադրություն, անցկացվեին նոր ընտրություններ, ենթադրել էր ժողովրդավարական սկզբունքներով եւ պիտի ձևավորվեին իշխանության նոր մարմիններ։ Առաջ գնալով ասեմ, որ նման ընտրություններ տեղի ունեցան, բայց սահմանադիր ժողովը ինչպես քաչ հայտնի է, սա քիշեք նաեւ տարբեր գրականությունից եւ այլն, որ բոլշևիկները հետո ցրեցին, բայց այս ամբողջ գործընթացի մեջ մեզ հետաքրիր է թե ինչպիսի դրություններ մեր տարածաշրջանում։ Հիշում ենք հայոց ցեղասպանությունը, արևմտահայության կոտորածները զանգվածային եւ նաեւ 1915-17 թվականների ընթացքում ռուսական կայսրությունը գրավել էր արևմտյան Հայաստանի հիմնական մասերը։ Այսինքն փետրվարյան հեղափոխության ժամանակ սահմանագիծը թուրք-ռուսական սահմանագիծը ձգվում էր փաստացի սահմանագիծը նկատի ունեմ, ձգվում էր Ուրմիալ լճից մինչև Սևծով, այսինքն հսկայական տարածք, եւ այդ տարածք եւ Անդրկովկասի կողմից, եթե մենք անդրադառնում ենք, դա լրջագույն մարտահրավեր էր այդ տարածքները պահելը։ Մանավանդ երբ որ տեսնում ենք արդեն 1917-ի վերջին տեղ ունենում Պետրոգրադում մի ուրիշ հեղափոխություն կամ հեղաշրջում, այս անգամ էլ իշխանության են գալի բոլշևիկները, որոնց իշխանությունը ծայրամասերում, այդ թվում Անդրկովկասում չէր ընդունվում։ Հաջորդիվ երկրամասում ստեղծում են իշխանության նոր մարմիններ, 1918 թվականի փետրվարի 10-ին Անդրկովկասյան Սեյմը կամ երկրամասի օրենսդիր մարմինը, որը ստանձնելու էր տարածաշրջանի կառավարումը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս կառույցի մեջ ընդգրկված են 3 հիմնական ժողովուրդների ներկայացուցիչները՝ հայերը, վրացիները եւ մուսուլմանները։ Նաեւ կային ռուսներ փոքր քանակի։ Այսինքն հայության շրջանում այդ շրջանում առաջատար քաղաքական ուժը հայ հեղափոխական դաշնակցություններ եւ կուսակցության 27 անդամներ ներկայացված են Անդրկովկասյան Սեյմում, օրենսդիր մարմնում, որը հետո գործադիր մարմին, կոմիսարիատ կազմակերպեց, այնուհետև կառավարություն եւ այլն։
Ամենազդեցիկը վրացի մենշևիկներն էին երկրամասում, պայմանացան մի քանի հանգամանքով, նախ ի տարբերություն հայերի վրացիները մի առավելություն էին ունեցել։ Հայկական քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին հիմնականում կենտրոնացած էր Արևմտյան Հայաստանի վրա եւ հայերի ուշադրությունը ուղղված էր Օսմանյան կայսրության տարածքի վրա, այսինքն այդ տարածքները ազատագրելու, ինքնավարության հասնելու ձգտումներով եւ մեծ ռեսուրսներ էր ուղղվել դրան։ Վրացիները նման խնդիր չունեին, իրենք ուշադրությունը կենտրոնացնեն ռուսական միջավայրի վրա։ Եվ այդ պատճառով էլ 1917-ի փետրվարից հետո համառուսական մասշտաբի վրացի գործիչները ավելի շատ էին, որ ավելի փորձառու էին եւ կարեւոր դիրքեր էին զբաղեցնում։ Սա մի հանգամանք, մյուս հանգամանքը հայերի եւ մահմեդականների միջև եղած հակասությունների պայմաններում վրացիների դիրքը շատ արդեն կարեւոր էր լինում։ Իրենք դառնում էին միավորիչ գործոն։ Այսինքն եւ ոչ պատակոնը Անդրկովկասի ղեկավար մարմիններում առաջնային պաշտոնները զբաղեցնում են վրացիները, որտեղ դա ընդունելի էր ոչ միայն իրենց բնականաբար, նաեւ հայերի եւ մուսուլմանների կամ արդեն պայմանական ասենք նաեւ ադրբեջանցիների համար։ Ադրբեջանցիների միջավայրում երկու ուղղություն կար քաղաքական առումով։ Մի մասը, որ ռուսական միջավայրի կրողներն են, նաեւ են էլիտան, նախկին նաեւ խանական էլիտան, որ կրթություն էր ստացել հիմնականում Մոսկվայի, Պետերբուրգի համալսարաններում, մասնակիորեն նաեւ Կազանում եւ Կիևում, սրանք ավելի հակված էին ինքնուրույն պետություն ստեղծելու, ինչպես իրենց կովկասյան մյուս բախտակիցներ վրացիների հայերը եւ փոքր քանակ էին կազմում կրոնական կրթություն ստացած մուսուլմանները, որոնք կրթվել եւ դաստիարակվել էին Օսմանյան կայսրության տարածքում, հիմնականում Կոստանդնուպոլի, Ստամբուլում։ Սրանք էլ այն մարդիկ էին, որոնք կարծում են, որ իրենք նույն թուրքերի նման նույն ժողովուրդն են եւ պիտի Օսմանյան կայսրության մի մասը հանդիսանա, այսինքն համաօսմանական գաղափարներով էին տարված։ Հայկական միջավայրում երկրորդ ներողություն մոռացած ասել, որ մուսուլմանների միջավայրում ամենազդեցիկ քաղաքական ուժը Մուսաֆաթ կուսակցությունն էր, վրացական միջավայրում սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության ռուսական մենշևիկյան թևն էր։ Մյուս կուսակցությունները տարածաշրջանի էական դերակատարություն չունեն, հայության շրջանում, եթե ուղղակի ավելի հետաքրքիր կլինի, երկրորդ ուժը հայ ժողովրդական կուսակցությունները, որ 1917 թվականի գարնանն են ձևավորվել, արդեն այսպես պայմանական ասած հայ ինտելիգենտների կամ մտավորականների այսօրվա բառով եւ գործարարների համախմբումից։ Այսինքն բայց նրա հիմնական միջուկը եւ միջավայրը բնականաբար կովկասյան քաղաքներն էին։ Իսկ դաշնակցության առավելությունը նա էր, որ ինքը ամենազանգվածային կուսակցությունն էր ոչ միայն կովկասյան քաղաքներում, մեծ քաղաքներում, նաեւ գյուղական բնակավայրերում էր, նաեւ մեծ արմատներ ուներ։ Եվ այս պայմաններում էր, որ Կովկասը փաստորեն կամ Անդրկովկասը անջատվեց ռուսական կայսրությունից։ Սա խրախուսել էր դիտվում նաև Օսմանյան կայսրության տեսակետից, եւ մենք տեսնում ենք արդեն այդ հայտնի բանակցությունները մի կողմից ռուս բոլշևիկների, մյուս կողմից Քարակ դաշինքի երկրների, այդ թվում Օսմանյան կայսրության, որը ավարտվեց 1918 թվականի մարտի 3-ի Բրեստ-Լիստովսկի հաշտության պայմանագրով, որով ռուսական կայսրությունը պարտավորում էր իր զորքերը դուրս բերել գրավյալ տարածքներից, Օսմանյան գրավյալ տարածքներից, որին ընդդիմացան անդրկովկասցիներ ու հատկապես հայերը։ Եվ մենք տեսնում ենք հաջորդ իրադարձությունները ինչպես են ծավալվում եւ թուրքական զորքերը սկսում են առաջ խաղացումը արդեն 1918 թվականի հունվարի վերջերից եւ գալիս դեպի մեր տարածաշրջան։ Թուրքական հաջողությունները շատ ակնհայտ են եւ նաեւ արագ էին տեղ ունենում, որտեղ կովկասցիները նախ միասնական չէին, երկրամասի բնակչության մի մասը, որ զորակոչվել էր ռուսական բանակ, դեռևս գտնվում էր արևմտյան ռազմաճակատներում, իսկ տարածաշրջանի ռուսական բանակներն ուղղակի զորացրվել են եւ Ռուսաստանի խորքերն էին վերադարձել։ Եվ ռազմաճակատի այդ ընդարձակ ռազմաճակատի պահպանությունը, ինչպես հաճախակի շեշտվում է գրականության մեջ, մնացել էր հայերի վրա եւ փոքրատիվ վրացական կորպուսի։
Այդ իրադարձությունից զարգացան եւ Օսմանյան բանակները շատ արագ հաջողության հասնելով արդեն 1918 թվականի ապրիլին հայտնվեցին Կարսի տակ։ Կարսը համարվում էր Անդրկովկասի ռազմական, այսպես ասենք, հենակետը հիմնական։ Ինչպես Բաթումը համարվում էր ծովային դարպասը, որի միջոցով արտաքին աշխարհի հետ կապվում էր Անդրկովկասը ռուսական կայսրության շրջանում, Կարսն էլ հիմնական բերդաքաղաքն էր, որ պիտի պաշտպաներ Կովկասը։ Մենք տեսնում ենք, որ Կարսի դեպքում պաշտպանություն չկազմակերպվեց, որովհետև նախ դրա հնարավորությունը շատ իրականում չկար էլ, եւ բացի դա էլ մի այլ խնդիր էլ կար, որ ժամանակի ղեկավար գործիչները, հատկապես հայ եւ վրացի, իրար էին մեղադրում, որ Կարսի պաշտպանությունը ձախողեցին եւ կար նաեւ այդպիսի մի հրահանգ ռազմական մինիստրի օգնական կամ տեղակալ Օդիշելիձեի գեներալ վրացի ազգությամբ հրահանգը Նազարբեկյանին, որ Կարսի իր հսկողության ներքո էր, որպեսզի չպատերազմի Կարսի համար։ Վրացական ղեկավար որոշ շրջանակներ հույս ունեին, որ թուրքերը գրավելով Կարսը, այնուհետև Բաթումի նկատմամբ հավակնություններ հանդես չէին բերի, բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա չարդարացված պետույթ է։ Հաջորդ օրերին թուրքերը, հիշում եք արդեն ընթացից, գրավում են այնտեղ Ալեքսանդրապոլ են մտնում եւ շարժում դեպի Բաքու եւ Թիֆլիս։ Օսմանյան կայսրության վերջնանպատակը Բաքվի գրավումն էր, պայմանավորված նրա նավթային ռեսուրսներով։ Ի տարբերություն այսօրվա, որ բազմաթիվ են, այդ լոգիստիկ հնարավորությունները, այն ժամանակ հիմնական ամենաարագ փոխադրամիջոցը բնականաբար դա երկաթուղին էր։ Եվ Օսմանյան կայսրությունը խնդիր ուներ, որպեսզի արագ փոխադրումներ իրականացներ պատերազմի պայմաններում, երկաթուղագիծը գործարկեր եւ օգտագործեր այդ Կովկասի հնարավորությունները։ Մյուս խնդիրը նաեւ Կովկասի կենտրոն Թբիլիսիի գրավումն էր։ Եվ դա էր պատճառը, որ մենք տեսնում ենք, որ Օսմանյան զորքերը փորձում են երբեմն նաեւ, այսպես ասենք, շրջանցելով մեծ քաղաքները առաջ ընթանան, այդ թվում Երևանը։ Եվ այդ ընթացքում է, որ մայիսի վերջի 10-նոյակում 1918-ի տեղի ունենում այդ հայտնի ընդհարումները, կռիվները Արարատյան դաշտավայրում եւ շրջակայքում, այդ նկատմամբ հատկապես Սարդարապատի ճակատամարտը, Բաշապարն եւ հատկապես Ղարաքիլիսայի կռիվները, որը վերջինը ամենաարյունալին էր։ Այսինքն մայիսի 21-ից մինչև մայիսի 30 ընկած շրջանում, որտեղ հայկական զորամասերը կարողանում են կանգնեցնել Օսմանյան բանակներին։ Սա նաեւ համընկավ այն շրջանի հետ, երբ որ Բաթումում, որ արդեն գրաված էր Օսմանյան բանակները, ընթանում էին բանակցություններ կողմերի միջև հաշտության պայմանագիր ստորագրելու համար։ Օսմանյան կայսրությունը խրախուսում էր, որպեսզի Անդրկովկասը իբրև առանձին ինքնուրույն անկախ միավոր հանդես գա, եւ այդ ընթացքում էր, որ բանակցությունների ապրիլի 21-ին Անդրկովկասն իրեն անկախ հայտարարեց։ Ստեղծեց Անդրկովկասի դեմոկրատական դաշնային հանրապետությունները։ Բայց դա ընդամենը մոտ 1 ամսվա կյանք ունեցավ, նույնիսկ մի քիչ ավելի պակաս, մինչև մայիսի 26-ը, ասում եմ ավելի պակաս, որովհետև մայիսի 1-ին Անդրկովկասում մտցվեց նոր տոմար, այսինքն նախորդ այդ 13 օրերը, որ հավաքվել էին մի քանի դարի ընթացքում, մոտ հազարամյակների նույնիսկ մոտ 2000 ամյակի ընթացքում, դա ուղղակի դրանից ձերբազատվեցին եւ պայմանական կերպով համարեցին, որ ապրիլի 18-ի հաջորդող օրը պիտի լինի մայիսի 1։ Դրա համար 1918 թվականին Անդրկովկասում, չգիտեմ, ապրիլի 19, 20 կամ ապրիլի 30 չի եղել։ Եթե նույնիսկ ժամանակի մամուլն էլ դուք բացեք, կտեսնեք ապրիլի 17-ի հաջորդող օրը արդեն մայիսի 1-ն էր։ Այսինքն անցում կատարվեց Հուլյան տոմարից Գրիգորյան տոմարի, որը մենք այսօր էլ գործածում ենք։ Եվ հաջորդ օրերին իրադարձ շատ արագ էին զարգանում։ Օսմանյան բանակները եւ բանակցում էին կովկասցիների հետ։ Պատվիրակությունը կազմված էր 3 ժողովուրդների՝ հայ, վրացի, ադրբեջանցի ներկայացուցիչներից, եւ Օսմանյան բանակները զուգահեռ եւ բանակցում եւ նաեւ առաջ էին գալիս։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ որ կովկասցիները համաձայնվում էին որևէ համաձայնության, առաջարկվող այդ վերջնակրի, Օսմանյան պատվիրակության պատասխանն այն էր լինում, որ բուն ռազմաճակատում իրավիճակ է փոխվել եւ մենք նոր տարբերակ ենք առաջարկում։
Եվ այդպես շարունակվեց մինչև մայիսի 26-ը, մայիսի 26-ն այն օրն էր, երբ որ վրացիների նախաձեռնությամբ լուծարվեց Անդրկովկասյան Սեյմը եւ Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունը եւ այդ օրը Վրաստանը հայտարարեց իր անկախության մասին, ստանալով գերմանական օժանդակություն, որ Օսմանյան կայսրության, ինչպես գիտեք, դաշնակիցներից էր։ 2 օր անց նման հայտարարություն արեց նաև մուսուլմանական ազգային խորհուրդը, որ մայիսի 27-ին էր ձևավորվել, եւ մայիսի 28-ին հայտարարեց Ադրբեջանական Հանրապետության անկախության մասին, հավակնելով տիրանալ նախկին ռուսական կայսրության Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներին, հաջորդիվ տարածքների մասին առանձին կխոսենք, եւ մնաց այսինքն հայությունը, որ պիտի կողմնորոշվեր։ Այս բոլոր իրադարձությունը բնականաբար տեղի ունենում Թբիլիսիում, որը նախկին փոխարքայության կենտրոնն էր եւ հավաքված էին այստեղ 3 հիմնական ժողովուրդների լիդերները։ Հայերը խուսափում էին անկախություն հայտարարել մի քանի պատճառներով։ Ամենաառաջինը, որ չունեն իրական հովանավորներ, ի տարբերություն վրացիների, որ գերմանական աջակցություն ունեն, ադրբեջանցիների, որ ունեն օսմանյան աջակցությունը կամ թուրքական, հայերը կարծում են, որ եթե իրենք անկախ հայտարարեն եւ մնան մենակ օսմանյան կայսրության դեմ, ուղղակի արևելահայության դեպքում էլ կկրկնվի արևմտահայության ճակատագիր, այսինքն զանգվածային կոտորածների կենթարկվեն։ Եվ նաեւ արևելահայության շրջանում նաեւ կայր մտայնություն, նաեւ դրա կրողներ, այդ թվում իշխող կուսակցության շրջանում դաշնակցության եւ նաեւ սոցիալիստ հեղափոխականների եւ սոցիալ-դեմոկրատների շրջանում շատ ավելի մեծ, թե բոլշևիկների դեպքում այլ չասած, որոնք կարծում էին, որ պետք չէ որևէ պարագայում անկախ հռչակվել։ Եթե անկախություն չենք հռչակում, մենք թեականորեն ընկալում ենք իբրև ռուսական տարածք։ Եվ մի օր ռուսները կգան, այսպես ասենք, մեզ օգնության։ Բայց այն մի շրջաններ լավ գիտեք, երբ որ Ռուսաստանում ուղղակի ընթանում են քաղաքացիական կռիվներ եւ հայտնի չէր թե որ խմբավորումը հաջողության կհասնի, այսինքն կամավորական բանակները, թե խորհրդային իշխանությունը։ Եվ այս քննարկումների արդյունքում էր, որ մայիսի 28-ին, երբ որ արդեն Օսմանյան վերջնագրի պատասխանելու ժամկետներ լրանում, մայիսի 26-ին, երբ որ Օսմանյան կայսրությունը տեղեկացավ, որ այս 3 ժողովուրդները անջատվում են միմյանցից, իր վերջնագիրը եւ պայմանագրի նախագիծը բաժանեց 3 մասի եւ հանձնեց այս 3 ժողովուրդների ներկայացուցիչներին, այդ թվում Ալեքսանդր Խատիսյանին, որ հայկական կողմներ ներկայացում Հայոց ազգային խորհրդի եւ Խատիսյանը վերադառնալով Հայոց ազգային խորհրդին Թիֆլիսի, երբ որ զեկուցեց այս մասին, մայիսի 28-ը նաեւ վերջնաժամկետներ եւ պատասխանի եւ պատվիրակություն կազմեցին եւ ուղարկեցին Օսմանյան կայսրության հետ բանակցությունների։ Եվ այս պատվիրակությունը իր հետ ուներ 2 տեղեկանք կամ մանդատ, որ մեկ հանդես էր գալու Հայոց ազգային խորհրդի անունից, մեկ էլ անկախ հայկական հանրապետության անունից։ Երբ որ մայիսի 30-ին Բաթումում սկսվեցին բանակցությունները, Վեհիբ եւ Խալիլ Փաշաները ուղղակի հայտարարեցին, որ իրենք կբանակցեն միայն անկախ պետությունների հետ։ Եվ այս պայմաններում Խատիսյանը հանձնեց միայն երկրորդ վկայականը։ Եվ այդ նույն օրն էր այդ օր առավոտյան, որ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի նիստում Ավետիս Արոնյանը, որ խորհրդի նախագահն էր, կարդաց այդ հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն եւ ինչպես շարունակության մեջ նշվում է, որ մոտիկ ապագայում թողնելով իշխանության մարմիններ ձևավորելը, ազգային խորհուրդը ժամանակակից ընդունում է հայկական գավառների իշխանությունը։ Այսինքն դառնում էր եւ միաժամանակ եւ օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմին, այդպես թվում։ Այս հայտարարության մեջ, ինչպես տեսնում եք, չկար սահմանների մասին հիշատակություն, ուղղակի նշվում էր հայկական գավառներ, դրա տակ հասկացվում էր գոնե հետագայում Անդրկովկասի հայկական տարածքները։ Եվ այն տարածքները գտնվում էին Օսմանյան ռազմակալման ներքո։ Այդ նույն օրերին Արարատյան դաշտավարում եւ շրջակայքում ռազմական գործողություններ էին ընթանում, որոնց մանրամասնություններում Թիֆլիսին գտնվող գործիչներ տեղյակ չէին, շատ ուշացումով էին իրենք տեղեկանում։ Առավել հաճախ իրենք տեղեկանում էին կողմնակի ճանապարհով, այսինքն Օսմանյան ներկայացուցիչներից իմանում էին Բաթումիում, հաղորդում են հեռագրով Թիֆլիս եւ
ոչ պատականն առաջիններից մեկ իրենք լսեցին Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին, որի մասնակիցներին Վեհիպ Փաշան ուղակի գովել էր, ասել էր հայերը այնպես էին կռվում, կարծես Կովկասի բուլղարները լինեին, որոնք օսմանցիներեն այսպես անզլճուն պայքարել էին դեմ բուլղարները 1912-13 թվականների ընթացքում։ Պատճառը նա էր, որ կոմունիկացիան ամենաարագ կապի միջոցը այդ ժամանակ հեռագրալարն էր։ Ռուսական կայսրությունում հեռագրալարերը անց էին կացվում երկաթուղագծին զուգահեռ։ Այսինքն երկաթուղին ինչպես այսօր, այն ժամանակ էլ, այսինքն այսօրվա անցնում էր Ալեքսանդրապոլով։ Երբ որ մայիսի 15-ին թուրքերը Ալեքսանդրապոլը գրավեցին, Թիֆլիս-Երևան հաղորդալարերը կտրեցին ուղակի։ Դրանով Երևանի ու Թիֆլիսի միջև կապը ընդհատվեց։ Մնաց այսինքն հաջորդը ավանդական տարբերակը, այսինքն սուրհանդակների միջոցով կապը։ Դա էլ շատ բարդ էր լինում։ Ես որ այդ շրջանի փաստաթղթեր երբեմն նաև այդ օրերի իրադարձությունների ժամ-ժամ եմ երբեմն ուսումնասիրել, եւ 2009-ին մի առանձին փաստաթղթերի ժողոված ունեմ հրատարակած Հայաստանի անկախացման այդ գործընթացի մասին։ Բազմաթիվ նամակներ կան իմ տպագրած, որ Երևանում գրվելուց հետո Թիֆլիս են հասել օրինակ 2 շաբաթ ուշացումով, 10 օր ուշացումով, նույնիսկ մի փաստաթուղթ կա, որ շատ տպավորում, որ 45 օր ուշացումով է հասել հասցեատերերին։ Այսինքն, երբ որ չունեին այսպես օպերատիվ տեղեկատվություն, այդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել եւ որոշում կայացնելը շատ ավելի բարդ էր։ Եվ սա հատուկ եմ շեշտում, որ ժամանակի իրավիճակը դուք պատկերացնեք, որտեղ երբեմն նաև գիտականամերձ մեր գործընկերները, որ կարող ավելի շատ են սիրում մեր մասնագիտությունը, սկսում են մարդկանց քննադատել առանց տարբեր հանգամանքներ հաշվի առնելու, որտեղ ցանկացած պաշտոնյա եթե պիտի որոշում կայացնի, ինքը պիտի ունենա օբյեկտիվ ինֆորմացիա, բայց եթե ինքը չունի ինֆորմացիա, ինքը ուղղակի այդ քաոսի մեջ կարող է ոչ օրինաչափ ու ոչ ակնկալելի որոշումներ կայացնի։ Այս դեպքում էլ Երևանում գտնվողներն էլ տեղյակ չէին միջազգային գործընթացներից, իրենք էլ էին մեկուսացած, չգիտեին թե ինչ հարցերի շուրջ էր քննարկումներ տեղ ունենում։ Եվ սրա օրինակներ էլ կբերեմ։ Եզակի բան է օրինակ մի նամակ, որ հունիսի 2-ին Թիֆլիսից ուղարկել էր Ավետիս Ահարոնյան եւ Արամ Մանուկյանը Երևանում ստացել էր հունիսի 6-ին։ Սա եզակի մի փաստաթուղթ է, որ շատ արագ է տեղ հասել։ Այդ օրերին այլ նման օրինակ գոնե ինձ այս պահին հայտնի չէ կամ չեմ կարողանում ուղակի մտաբերել։ Սա ուղակի ֆիքսելու համար։ Եվ այդ տեսեք, այդ ռազմական գործողությունների զուգահեռ այդ բանակցությունները, որ մենք տեղի ունենում Բաթումիում, թուրքերը հստակ պահանջներ ներկայացրեցին։ Իրենց համար առանցքային էր երկաթուղու տիրապետելը, նաև ճանապարհների նկատմամբ հսկողությունը։ Կարծեք այսօրվա նման լինի, հա։ Այսինքն շատ բան իրականում չի փոխվել, որպեսզի արագ փոխադրումներ կատարեն։ Հայկական կողմը, նաև վրացական կողմը ստիպված էին զիջումների գնալ եւ համաձայնվել թուրքական այս պահանջներին եւ Անդրկովկասի երկաթուղները մենք տեսնում ենք Բաթումի այդ հունիսի 4-ի պայմանագրերից հետո անցան Օսմանյան գերիշխանության տակ։ Մյուս խնդիրը, որ մենք կարող ենք նկատել, որ Օսմանյան կայսրությունը կտրուկ, այսինքն չափազանց կոշտ պահանջներ ներկայացրեց նաև տարածքային սահմանային։ Քանի որ շատ կազմակերպված պետություն էր եւ ենթադրում էր դա, որ վերջնական սահմաններ պիտի լինի իր համար, պահանջեց, որպեսզի հայերը եւ վրացիները կոնկրետ հստակ տարածքներից հրաժարվեն։ Նախ այն տարածքների մասին էր խոսքը, որտեղ արդեն օսմանյան բանակները մտել էին, բայց նաև վերաբերում էր տարածքների, որտեղ օսմանյան զինուճը դեռևս չէր հասցրել ոտք դնել։ Եվ մենք այդ տարածված թվերը, որ կան 10,000, 12,000 քառակուսի կիլոմետր Հայաստանի առաջին հանրապետության տարածքի հետ կապված, որ շատ տարածված է, եթե չեմ սխալվում, նույնիսկ դպրոցական դասագրքերում էլ այդ մասին կա, գոնե մեր հետազոտությունները ցույց են տալի, որ դրանք շատ թեական են, որտեղ այդ շրջանում Բաթումի պայմանագրով եւ այնտեղ դրան հետևեց Ալեքսանդրապոլում հայ-թուրքական սահմանագծման աշխատանքները, սահմանազատման եւ սահմանագծման գծվեց միայն հայ-թուրքական եւ մինչև այդ էլ նաեւ թուրք-վրացական սահմանագիծը։
Հայաստանի Հանրապետություն առաջանցնելով ասեմ, դրա մասին հետո կնայվ կխոսենք, մյուս հարևանների հետ վերջնական սահմաններ չունեցավ։ Այսինքն Օսմանյան կայսրությունը ինքը առաջարկել էր հայ պատվիրակներին, որպեսզի միջամտի Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների հաստատմանը, խոստանալով, որ վրացիների հաշվին Հայաստանի տարածքը կընդլայնվի, վրացիները դեմ արտահայտվեցին Օսմանյան միջամտությանը, հայերն էլ խուսափեցին, որտեղ շատ չէին վստահում եւ ավելի նախընտրելի համարեցին այս երեք ժողովուրդները անդրկովկասյան, որ միմյանց միջև փաստաթուղթ ստորագրեն փոխադարձ սահմանների ճանաչման մասին, որը պիտի հայտնեին Օսմանյան կայսրությանը, բայց նման փաստաթուղթ առաջ գնալու ասեմ իրենք չստորագրեցին նաեւ հաջորդ ամիսներին եւ տարիներին։ Անկախացումից հետո, ինչպես գիտեք, առաջին Օսմանյան կայսրությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, որ պատկերացնեք Հայաստանի սահմանները, անկախած փաստացի սահմանները, ոչ իրավական, որոնք են ժամանակակից Գեղարքունիքի մարզներ, Կոտայքի մարզը, Տավուշի մարզի հիմնական տարածքները, Լոռու մարզի հարավային տարածքները, նկատի ունեն Վանաձոր, Սպիտակը եւ շրջակայքը, որովհետեւ Ստեփանավանի տարածաշրջանի մի մասը սահմաննացնում էր հայ-թուրքական Ձորագետի կիրճով։ Այսինքն Ստեփանավան քաղաքի մյուս թևը, Ալավերդին եւ այլն, Տաշիրը դա Օսմանյան տիրապետության ներքո է գտնում։ Այս կողմից եթե նայենք, Էջմիածին եւ շրջակայքներ Հայաստանության մեջ մտնում, Արտաշատում Օսմանյան բանակներն էր կանգնած եւ Մասիսը եւ նաեւ Նորագավիթը դրանք նաեւ Գառնին սահմանային բնակավայրեր էին։ Հարավում էլ, այսինքն փաստացի սահմանը տարածում էր մինչև Եղեգնաձորի մոտակայքը։ Այսինքն չափազանց փոքր տարածքի վրա էր փաստացի տարածվում Հայաստանի իշխանությունը, որտեղ կային նաև այլ տարածքներ, այդտեղ Սյունիքը, Արցախը, որտեղ փաստացի ինքնավար կարգավիճակ ունեն, դրա մասին արդեն մյուս այս շուրջ որ խոսենք կասեմ, եւ այստեղ ուղղակի ամփոփելով երկու հանգամանքի վրա կուզեի ուշադրություն դարձնել։ Մեկը առաջինը իշխանության մարմինների ձևավորումն էր, որին ձեռնամուխ եղավ Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը արդեն Բաթումի պայմանագրի ստորագրումից հետո հունիսի 7-ին հայոց ազգային խորհուրդը որոշեց անվանափոխվել օրենսդիր մարմնի եւ կոչվել Հայաստանի պետական խորհուրդ, բայց ապագայում, ինչպես հայտնի է, Հայաստանի խորհուրդ անունով կոչվեց որպես պարլամենտ եւ նույն օրը ընտրեց նաեւ վարչապետ Հովհաննես Քաջազունուն, որին հանձնարարեց կառավարություն կազմել։ Այս ամբողջ քննարկումները տեղի ունենում Թիֆլիսում, այն դեպքում, որ Երևանում կար փաստացի իշխանություն Արամ Մանուկյանի ղեկավարությամբ, որը իրականում ինքնավար կարգավիճակ ուներ, բայց այնպես չի, որ պատրաստ չէր ենթարկվելու Թիֆլիսին։ Եվ հաջորդ շաբաթներին մենք տեսնում ենք Թիֆլիսում բազմաթիվ քննարկումներ էին ընթանում իշխանության մարմիններ, այսինքն օրենսդիր գործադիր իշխանության երկացուցիչներին Թիֆլիսից Երևան տեղափոխելու հետ կապված։ Եվ Հովհաննես Քաջազունին սրա համոզված կողմնակից էր, որտեղ խորհրդի անդամների միջավայր նաև կար կարծիք, որ Թիֆլիսում ստեղծել հիմնական կառավարություն, Երևանում լինի տեղային կառավարություն։ Քանի որ Թիֆլիսը տարածաշրջանի կենտրոնն էր, արտաքին աշխարհի հետ կապի միջոցն էր եւ այլն, եւ բացի այդ էլ հայ ղեկավար գործիչների նաեւ կար անհատական մոտեցում, շատերի ընտանիքները Թիֆլիսում էին, այդ մարդիկ պատրաստ չէին փոքր քաղաք Երևան տեղափոխվելու, որը նաեւ շատ վտանգավոր էր։ Հաշվի առնելով, տեսեք, ես բերեցի նույն Նորագավիթի օրինակ, որ այսօր Երևանի մեջ է ընդգրկված, նախկինում այդտեղ անցնում էր սահմանագիծը, հայ-թուրքական սահմանագիծը։ Եվ նաև անշուք քաղաք էր Երևանը բնականաբար։ Եվ մենք ես որ առանձին մի հետազոտություն եմ արել ժամանակին այս խնդիրների վերաբերյալ, հիմնական եզրահանգումներս ուղղակի այստեղ ներկայացնեմ, եթե հարցեր կլինեն ավելի մանրամասն կխոսենք։ Երկու գործիչներ շատ մեծ նշանակություն դեր ունեցան, որպես իշխանության մարմինները Թիֆլիսից Երևան տեղափոխվեն։ Առաջինը Հովհաննես Քաջազունին էր, երկրորդը Արամ Մանուկյանը։ Հունիսի 26-ին Արամ Մանուկյանը մի նամակ ուղարկեց Թիֆլիսի իր ընկերներին, իր դաշնակցական ընկերներին, հորդորելով շուտապույտ տեղափոխվել Երևան եւ նամակում այսպեսի տողեր կային, ասում է, եթե նամակը ստանալու օրից, տեսեք, շեշտում է ստանալու, չի գրում գրելու, երկշաբաթյա ընթացքում դուք չտեղափոխվեք Երևան, մենք
ձեզ չենք ընդունի եւ տեղական եւ Թիֆլիսի թերթերում կհայտարենք, որ դուք հայ ժողովրդի ղեկավարները չեք, այսինքն ձեր իշխանությունը չենք ճանաչի։ Եվ այս նամակը երբ որ եկավ, առիթ հանդիսացավ, որպեսզի Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հուլիսի 6-ին որոշում կայացվի տեղափոխվել Երևան 2 շաբաթի ընթացքում։ Բայց այնուհետև հետո տեղ ունեցան սահմանային բախումներ ժամանակակից Խաթունարխ եւ Գայ գյուղերի շրջանում, եւ այդ ինֆորմացիան երբ որ Թիֆլիս հասավ, հունիսի 12-ին հայոց ազգային խորհրդի անդամների ճնշող մեծամասնություն քվեարկեց Թիֆլիսում մնալու օգտին։ Դրանից հետո էր որ Հովհաննես Քաջազնին ուղակի հրաժարական ներկայացրեց։ Ասեց այս պայմաններում ես այլևս վարչապետ չեմ լինի։ Նոր մարդ ընտրեք եւ դա ազդակ հանդիսացավ, որպեսզի հաջորդ օրը նույն կազմը հավաքվելով ուղակի որոշում կայացրեցին եւ արդեն 17-ին ճանապարհվեցին Թիֆլիսից եւ հուլիսի 19-ին ժամանեցին Երևան, 19-ի երեկոյան, հետո տեղ ունեցավ ընդունելություն, որ այդ ժամանակվա հիմնական վայրը ընդունելությունների, պաշտոնական ընդունելությունը Երևանի թեմական առաջնորդարանն էր, որ գտնում էր այդ շենքը այսօր չկա, տեղը այլ մեծ բարձրարկ է կառուցվել խորհրդային տարիներին, Սուրբ Սարգիս եկեղեցու մերձակայքում է եղել, այսինքն կիրճի, Հրազդանի կիրճի ուղակի վրա, եւ ինչպես ժամանակակիցներն են նշում, Խորեն Մուրադբեկյանը, որ Երևանի թեմակալ առաջնորդն էր, նրա ղեկավարությամբ այդպես ճոխ ընդունելություն կազմակերպեցին Թիֆլիսից եկած գործիչների համար, իսկ արդեն հաջորդ օրերին հուլիսի 20-ին եւ 22-ին գումարվեցին Երևանի եւ Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդների համատեղ նիստեր, որտեղ որոշվեց նոր մարմիններ ձևավորել իշխանության օրենսդիր եւ գործադիր մարմինները։ Օրենսդիր մարմինը կոչվեց այսինքն Հայաստանի խորհուրդ, 1 տարի այդպես կոչվեց, հետո 1919-ին վերանվանվեց պարլամենտ, այլ խորհրդան ենք անվանում երբեմն։ Եվ Հայաստանի խորհրդի անդամների թիվը որոշվեց, որ կլինեն 46, Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի անդամների թիվը եռապատկելու ճանապարհով։ Թիֆլիսի ազգային խորհուրդը կազմված էր կուսակցական սկզբունքներով, 15 անդամ ուներ, 3 անկուսակցական էին, 6 դաշնակցականներ, 2 ներկայացուցիչներ հայ ժողովրդական կուսակցությունից, հայ սոցիալ-դեմոկրատների եւ հայ սոցիալիստ հեղափոխականի։ Այդ նույն սկզբունքով կուսակցությունների թիվը բազմապատկվեց, նաեւ ընտրվեցին ներգրավեցին ավել ներողություն ոչ թե ընտրվեցին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մուսուլմաններ, ռուս եւ եզդի պատգամավորներ, նաեւ 2 անկուսակցականներ։ Եվ այս 46 հոգանոց կազմներ, որ այդպես գործουν եւ առաջ ուղղակի ասեմ, որ պատգամավորները իրենք կուսակցությունների կողմից էին նշանակված եւ կուսակցությունները իրավունք էին ունենում հետ կանչեին իրենց պատգամավորին եւ մեկ ուրիշին ներկայացնեն։ Եվ նաեւ առաջամցյան շրջանում նաեւ տարածված էր, որ հաճախ նախարարները նաեւ պատգամավոր էին միաժամանակ։ Հա, երրորդ համցյան շրջանում է սկզբին շրջանում են նման այդպես օրինակներ ունեն, որ տեղական իշխանության մարմինների ներկայացում նաեւ օրենսդիր մարմնում էին ներկայացված։ Եվ արդեն հուլիսի 24-ին Քաջազնին հայտարարեց իր նոր կառավարության կազմի մասին։ Սա շեշտում եմ այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը եւս հուլիսի 24-ին է ձևավորվել, պարլամենտի առաջին նիստն է օգոստոսի 1-ին տեղում։ Այսինքն Երևանում Քաջազնին միշտ հայտարարում էր, որ ինքը կառավարության վերջնական կազմի մասին կհայտարարի միմիայն Երևան տեղափոխվելուց հետո։ Այսինքն Երևան տեղափոխման համոզված կողմնակից էր։ Եվ այս փոքր պետությունը, որ ստեղծվեց, ուներ սահմանափակ քանակով վարչական մարմիններ, ստեղծվել էր գրեթե 0-ից։ Նախինում Երևանում եղել էր ցարական շրջանում նահանգապետի գրասենյակը, որի պաշտոնյաների մեծամասնությունը ազգությամբ ռուսներ էին, որոնց զգալի մասը 17 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո հեռացել էր Երևանից։ Այսինքն այս սրա հիմքի վրա ստեղծվում էր արդեն պետության նոր օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններ եւ ոչ պատահականորեն ամենամեծ քանակը կազմում էին պաշտոնյաների նախկին ուսուցիչները, որտեղ այլ գրագետ մարդիկ իրականում չկային։ Եվ մի հանգամանք էլ շեշտեմ եւ արդեն ավարտենք այս բաժինը, որ առաջամցյան ղեկավարների միջավայրում շատ էին ոչ փորձառուները։ Այսինքն այստեղ եզակի մարդիկ էին, որ վարչական աշխատանքի փորձառություն ունեին։ Եթե միասին փորձենք, չգիտեմ, 5-6 հոգուց ավել չենք կարող թվարկել։ Դա ամենափորձառուն բնականաբար Ալեքսանդր Խատիսյանն էր, որ
եղել էր Թիֆլիսի քաղաքագլուխ մինչև 1917 թվականը փետրվարը։ Մարտիրոս Հարությունյանը, որ ընդհանուր մի քանի ամիս Անդրկովկասյան ընդհանուր արտգործնախարարությունում փոխնախարարի պաշտոն էր վարել եւ այլն։ Մյուսները ուղղակի այդ օրերին պաշտոն ստացան եւ փորձեցին, այսպես ասենք, իրենց լուման ներդնել։ Չնայած շատերը եղել են նաեւ համառ ռուսաստանյան սահմանադիր ժողովի պատգամավորներ, օրինակ Սիրական Տիգրանյան եւ այլն, եւ դրա համար էլ առաջի շրջանում թույլ տված խնդիրները որոշակիորեն նաեւ այս հանգամանքով էր պայմանավորված։ Այսքանը հնարավոր փորձեցի կարճ ներկայացնել, եթե հարցեր լինի, սիրով դրանց մասին կխոսենք։ Պարոն Սուքիասյան, դուք ասացիք, որ օպերատիվ տեղեկություն չունենալով կարող էին պայմանավորված լինել որոշ որոշումների կայացման ուշացումը կամ սխալ որոշումների կայացումը, եթե ես ճիշտ հասկացա, չէ, որ Վրաստանում Երևանից արագ ինֆորմացիա չէին ստանում։ Իսկ հիմա, երբ հետազոտում եք, կան ինչ-որ որոշումներ, որոնք սխալ են համարվում այդ շրջանում կայացրած, այն պարագայում, երբ այդ օպերատիվ տեղեկությունը եղել է, երբ իրավիճակին տիրապետել են, բայց կայացրել են մի որոշում, որը հիմա ուսումնասիրելիս առնվազն տարօրինակ է թվում կամ սխալ։ Ամենամեծ խնդիրներից մեկը, որ առաջնությունը երևի թե ունեցավ, դա այն մեծ ոգևորություններ, իրականությունից կտրվելով ոգևորվելներ, որ հատուկ էր այդ շրջանի գործիչներին։ Մենք դա կարող ենք մասնագիտորեն բացատրել։ Նույն հատկապես ասածս վերաբերում էր Սևրի պայմանագրով ոգևորվելուն, այսինքն արևմտահայկական հողերի այդ մեծ ծավալով վերադարձը պայմանավորված, որ արդեն պայմանագրի ստորագրման ժամանակ ակնհայտ էր, որ նա իրականանալի չի լինելու, որովհետև ամենապարզ ուղղակի երաշխիքներ չկային։ Դա ամենա ուղղակի ձևով դրսևորվեց արդեն 1920 թվականի ապրիլին Սան Ռեմոյի բանակցությունների ժամանակ, երբ որ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Քերզոնը ուղղակի հարցրեց հայ պատվիրակներին, Ավետիս Սահարոնյանին եւ Պողոս Նուբար-Փաշային, ասեց, դուք որ ուզում եք, խոսքը երբ որ գնում էր Էրզրում քաղաքի նկատմամբ հավակնությունների մասին, բայց կարող եք վերցնել այդ տարածքները, ուղղակի Պողոս Նուբարն ասեց, որ այո, կարող ենք։ Հայկական բանակը պատրաստ է դրան, սպասում է, ուղղակի ինքը ունի հանդերձանքի եւ զինվածության կարիք։ Եվ թղթի վրա բրիտանացիներն դրանք տվեցին, ինչպես աշխարհական տվեց Անտանտը։ Բրիտանացին նաև զենք զինամթերքել ուղարկեցին եւ հանդերձանք, արդեն 1920 թվականի օգոստոսի վերջին հասավ։ Բայց հայկական բանակը ի վիճակի չէր Արևմտյան Հայաստան ազատել, որտեղ ժամանակի ընկալումը լրիվ այլ էր։ Ղեկավար գործիչները Հայաստանի Հանրապետության առաջնորդները ստանում էին ազդակներ Եվրոպայից, որ ուղղակի նրանք պատրաստ չեն զորքեր մտցնել եւ գրավել այդ տարածքները եւ վերադարձնել հայերին, թուրքական զորքերից մաքրել Արևմտյան Հայաստանը։ Բայց իրենք գնացին այդ քայլին, որովհետեւ իրենց վրա շատ մեծ էր իրենց այդ հույզերի ազդեցությունը, տասնամյակների հույզերի ազդեցությունը։ Ես սիրում եմ այդ օրինակը բերել այս մարդկանց հասկանալու համար, տեսեք սրանք անհատներ էին, որ 1880-ականներից մտել էին քաղաքականության մեջ։ Կյանք էին դրել, իրենց ամբողջ կյանքը եղել էր պայքար։ Օսմանյան, ռուսական բանտերն էին ընկել։ Այդ պայքարի ընթացքում իրենց շատ ընկերներ, հարազատներ ուղղակի օսմանյան գնդակներից էին զոհվել հայդուկային պայքարի ժամանակ։ Բազմաթիվ ընկերներ էին իրենք կորցրել, սպասել էին այն առիթին, երբ որ իրենց համար ցանկալի այդ աշխարհի միջամտությունը պիտի լիներ եւ այդ հողերը պիտի վերադարձվեին։ Եվ երբ որ ձեզ ասում են, որ դա թղթի վրա պատրաստ ենք ձեզ տալ, շատ մեծ քաջություն էր պետք ուղղակի դրանից հրաժարվելու համար։ Եվ այդ մարդիկ ուղղակի հոգեբանորեն պատրաստ չէին։ Մանավանդ որ շատ մեծ էր գաղութահայության կամ դեռ չասենք սփյուռքային գաղութահայության ճնշումը առաջին հանրապետության վրա։ Նաև չմոռանանք, որ Երևանում մեծ քանակի գաղթականներ կա, մեծ քանակով գաղթականներ կային հաստատված։
Այսինքն այս անհատները, ղեկավար գործիչները չկարողացան այս ամենից ձերբազատվել։ Այսօրվա տեսակետից եթե մենք նայենք, կասենք լավ, գուցե պետք էր բանակցել քեմալականների հետ, մանավանդ նրանք 2 անգամ նման առաջարկով հանդես եկան, որպեսզի համատեղ մինչև Սևրի պայմանագրի ստորագրումը որոշվեր հայ-թուրքական սահմանակիցը։ Այսինքն փոքր տարածք վերցնել, քան թե մեծ ակնկալիք ունենալ մինչև Կիլիկիա, հետո տան քեզ մեծ տարածք, շուրջ 90,000 քառակուսի կիլոմետր ու դու դա չկարողանաս վերցնես։ Ընդհակառակը դա նաև որոշակիորեն գրգռի քեմալականներին, որպեսզի 1920 թվականին իրենք արշավանք ձեռնարկեն, որտեղ մենք չպիտի մոռանանք, որ Սևրի պայմանագիրը ինքը առաջերտին ուղղված էր 2 պետությունների դեմ։ Մեկը խորհրդային Ռուսաստանն էր, մյուսը Թուրքիան, քեմալական Թուրքիան, եւ երկուսի շահերն է համատեղվեցին այս պայմանագիրը իջիկ դարձնելու համար։ Այսինքն, եթե նայենք մենք 2024 թվականի հեռավորությունից, գուցե կարող ենք ակնկալել, որ այս անհատները այլ որոշում պիտի կայացնեին։ Նաև որոշակի, ինչպես դուք ել ճշտում, ինֆորմացիա ունենալով, բայց իրենք չկարողացան իրենց հույզերից եւ ժամանակի, այսպես ասենք, ընկալումներից վեր կանգնել։ Դա շատ բարդ խնդիր է։ Մենք չենք կարող պատկերացնել, թե մեզնից որևէ մեկը լիներ այդ ժամանակ, ինչպիսի որոշում կկայացներ։ Չնայած նշենք, որ նաև այդ ժամանակ եղել են ավելի պրագմատիկ գործիչներ, այդ թվում Հովհաննես Քաջազնոնին։ Բայց նման անհատների կարծիքը չի լսվել։ Այսինքն կար ընդհանուր ոգևորություն, չարդարացված ոգևորություն, հա, բայց տրամաբանական թվացող ոգևորություն։ Ամենատրամաբանականը սա նա է, որ հայրը կարծում էին, որ պատերազմը ավարտվեց առաջի աշխարհամարտը, ամենաշատ տուժել են տարածաշրջանից հայերը, շուրջ 1 միլիոնի չափ կամ մի քիչ ավել զոհվել էր ցեղասպանության շրջանում։ Վրացիները Գերմանիայի դաշնակիցներն էին, ադրբեջանցիները Օսմանյան կայսրության, այսինքն պարտված կողմի, հայերը Անտանտի։ Անտանտի երկրները գալով ինչ պիտի անեին, բոլոր խնդիրները հայության օգտին պիտի լուծեին։ Սա այդ ժամանակվա հանրային ընկալումն էր, բայց երբ որ իրենք բախվեցին իրականությանը, դա ավելի դաժան եղավ, որը իրենց համար անսպասելի էր, երբ որ տարածաշրջան եկած մեծ տերությունները բոլորին սկսեցին նույն սկզբունքով նայել, որտեղ իրենք լրիվ այլ ակնկալիքներ ունեին, իրենք ավարտել էին պատերազմը, արդեն ամբողջ աշխարհում հակապատերազմական ցույցեր էին տեղ ունենում, ժողովուրդները պատրաստ չէին նոր պատերազմի եվրոպական, նրանք չէին կարող հանդուրժեն ֆրանսիացիները, բրիտանացիները ասած, որ մի հատ էլ երբ որ ավարտվել էր պատերազմը, իրենց զինվորները պիտի գնային կռվեին Օսմանյան կայսրության տարածքում, տարածքներ ազատեին, տային հայերին։ Դա աբսուրդ էր թվում, սովորական եվրոպացու ընկալման տեսակետից, բայց հայը այլ կերպ էր ընկալում այդ ժամանակվա հայը։ Ինքը մտածում էր, որ ինքը այդքան զոհ ա տվել, ինքը արժանի է, որ նման գործողություն լինի։ Այս սա էր այդ ժամանակվա, այդպես ասենք, այդ տարօրինակ իրավիճակը, իրականության եւ ակնկալիքների, որ երբեմն մեծ մասամբ չէր արդարանում։ Ես կփորձեմ շատ մանրամասնությունների մեջ չմտնել, որովհետեւ եթե մանրամասնությունների մտնենք, շատ երկար կխոսենք։ Կցանկանայի մի քանի հիմնային այդպես թեզեր ներկայացնել, որից մեկի մասին արդեն նախորդ հարցին պատասխանելիս խոսեցի։ Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծման պահից, երբ որ ստեղծվեց 1918 թվականի մայիսին, չլուծված սահմանային խնդիրներ ուներ իր բոլոր հարևանների հետ։ Մենք եկեք այսպես հերթով անցնենք բոլոր հարևաններին։ Ամենաառաջնային խնդիրը բնականաբար Օսմանյան կայսրության հետ հարաբերությունների հաստատումն էր։ Եվ Բաթումի պայմանագրով որոշվեց հայ-թուրքական սահմանագիծը։ Եվ Օսմանյան կողմի առաջարկով ոչ միայն սահմանագիծը թղթի վրա արձանագրվեց, նաև տեղային աշխատանք իրականացվեց։
եւ այնուհետեւ Ալեքսանդրապոլ քաղաքում հայ-թուրքական սահմանազատման հանձնաժողով աշխատեց։ Այսինքն սրանց կարող են ենթադրել, որ Օսմանյանը ընկալում այն էր, որ սա վերջնական սահմաններ պիտի լինի։ Չգիտեմ, որ անցնում էր, ինչպես նշեցի, Արարատյան դաշտավայրի հիմնական մասը կիսելով, Հարագած լեռան փեշերով եւ այլն, եւ հասնում էր մինչեւ ժամանակակից Վայոց ձորի մարզի տարածք։ Այս սահմանները Օսմանյան կայսրության հետ հայության կողմից ընդունելի չէր դիտվում։ Եվ հայ գործիչները հույս ունեին, որ պիտի հասնեն նրան, որ այս սահմանները վերափոխվեն։ Մանավանդ որ այդ հույսը այնքան էլ անտրամաբանական չէր, մանավանդ գերմանական կայսրությունն ու ավստրո-հունգարական կայսրությունն, այլ բուլղարական թագավորությունը, Օսմանյան կայսրության դաշնակիցները չէին մասնակցել Բաթումի բանակցություններին։ Իրենք պահանջում էին, որպեսզի Օսմանյան կայսրությունը այդ հարաբերությունները այլ պետությունների հետ նաև իրենց մասնակցությամբ քննարկի։ Եվ այդ նպատակով նախատեսվում էր, որ 1918 թվականի հունիսի վերջին Կոստանդնուպոլսում մի առանձին կոնֆերանս պիտի լինի։ Եվ դրան հրավիրվեցին նաև Կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ նաև ինքնահռչակ Լեռնականների հանրապետության, այսինքն Հյուսիսկովկասյան պետության ներկայացուցիչները։ Հունիսի 13+14-ի գիշերը Անդրկովկասյան պատվիրակությունները մեկնեցին Կոստանդնուպոլիս եւ այնտեղ մնացին մինչեւ նոյեմբերի 1-ը։ Բայց այդպես էլ կոնֆերանսը չգումարվեց, որտեղ Օսմանյան կայսրությունը իր դաշնակիցները սպասում էին, որպեսզի պատերազմում բեկում լինի դրական բեկում։ Նոր այդ ժամանակ սկսեն բանակցությունները, բայց սա մի ժամանակատված էր, երբ որ կայսրությունը իր դաշնակիցները ռազմաճակատներում պարտություններ էին կրում։ Ամերիկյան, ֆրանսիական եւ բրիտանական եւ իտալական զինուժից։ Եվ դա էր պատճառը, որ այս կոնֆերանսն այդպես էլ չգումարվեց եւ հայկական պատվիրակությունն արդեն նոյեմբերի 1-ին վերադարձավ Երևան։ Ճանապարհվեց Երևան։ Հաջորդիվ արդեն Օսմանյան կայսրության հետ կայսրությունը հիշում եք արդեն պարտվել էր առաջի համաշխարհային պատերազմում, Փարիզում տեղի նախատեսում էր հաշտության վեհաժողով գումարել եւ դեկտեմբերի 7-ին էլ Հայաստանի կառավարությունը իր պահանջները պատրաստեց, թե ինչպես է ինքը պատկերացնում Հայաստանը իր սահմաններով։ Եվ ինչպես նշեցի, կար մի անհատ այս ժամանակվա վարչապետը Հովհաննես Քաջազնին, որը կարծում էր ավելի փոքր պահանջներ պիտի ներկայացնել, այնքան տարածքներ, որը հայկական զինուժը ի վիճակի է վերահսկել։ Բայց Քաջազնու կարծիքը հաշվի չառան։ Ավելի ոգևորված գործիչների թիվը շատ մեծ էր։ Այդ թվում Ավետի Սահարոմյանի գործոններ մեծ, Ալեքսանդր Խատիսյանը արդեն այդ ոգևորողների շարքում էր, որ հետո պիտի վարչապետ դառնար։ Եվ նաև արևմտահայ դաշնակցականները, մանավանդ ով որ տարածաշրջանից էր, պնդում էր, որ իր տարածքը անպայման պիտի լինի Հայաստանի Հանրապետության կազմում։ Մուշը, Վանը, Էրզրումը եւ այլն, հետո Կիլիկյան, եւ այնուհետեւ այդ ձևակերպումները, որ տվեց կառավարությունը եւ իր պատվիրակության ուղարկեց Փարիզ, Ավետի Սահարոմյանի ղեկավարությամբ, նրանք բախվեցին նաեւ մեկ այլ խնդրի հետ արդեն Փարիզ հասնելուց հետո փետրվարին, երբ որ Փարիզում գտնվող է նաեւ արևմտահայության պատվիրակությունը, որ 1912-ին էր ստեղծվել ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Պողոս Նուբար Փաշայի ղեկավարությամբ, որ եգիպտահայն մեծահարուստ էր։ Եվ Պողոս Նուբարը, որ ներկայացնում էր արևմտահայության շահերը, ավելի մեծ ակնկալիքներ ուներ, այդ թվում մինչև Կիլիկիա, եւ երկու պատվիրակությունները փոխհամաձայնությամբ ներկայացրեցին երկու գործիչների այդ նշված ստորագրությամբ իրենց պահանջները, հայկական պահանջները, խաղաղության վեհաժողովին, որ առանձին մի գրքույկով էլ տպվեց Բոստոնում, նաև հետո Թիֆլիսում, հայկական հարցը խաղաղության վեհաժողովին արչև այդ նման խորագրով, որտեղ տարածվում էր նախատեսվում էր, որ հայկական տարածքները պիտի սկսվեն հետագայի Աղդամ քաղաքի շրջակայքից եւ հասնեին մինչեւ միջերկրական ծով։
հյուսիսում ներառեին Որչալուի գավառի հիմնական մասերը եւ նաեւ աղքալակի գավառը, հարավում հասնեին Արաքս գետին։ Այսինքն սա մի հսկայական տարածքի նկատմամբ ունեին հավակնություն, բայց այս հավակնությունները մի բան կցանկանայի հատուկ շեշտել, որ պատահական չէին ձևավորվել։ Համաշխարհային պատերազմի ընթացքում եւ բրիտանացիները եւ ֆրանսիացիները, հետո նույնիսկ նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը հայտարարել էին, որ հայերը քանի որ մեծ կորուստներ էին կրել Օսմանյան կայսրությունից, արժանավուն փոխհատուցում պիտի ստանային։ Եվ նույնիսկ շրջանառել էին նաեւ քարտեզներ, որտեղ նշվում էր, որ Օսմանյան կայսրությունը ինչպես պիտի բաժանեին եւ նաեւ արևմտահայկական հողերը հայերին պիտի վերադարձվեր։ Այսինքն նման ակնկալիքներ պատերազմի ժամանակ ձևավորվել են։ Այլ հարց է, որ պատերազմի ավարտին այս ակնկալիքներն արդեն չեզոքացվել էր իմ կողմից նշված պատճառով, քանի որ եվրոպացիները այլևս կողմ չէին պատերազմին։ Հոգնել էին այս ժողովուրդները պատերազմից։ Իրենք այլևս անիմաստ էին համարում այս պատերազմը։ Եվ մի այլ հանգամանք էլ, որ հետո պիտի ազդեր հայկական խնդրի վրա, որ Բրիտանիան, որ առանցքային դերակատարություն ստանձնեց Կովկասում, ինքը ամենաշատ մահմեդական բնակչություն ունեցող պետությունն էր։ Այսինքն ինքը իր գործունեության ընթացքում կայսրություն պիտի հաշվի առներ նաև իր մահմեդական քաղաքացիների հույզերն ու ապրումները։ Այսինքն հետագային որ պատկերացրած բրիտանիական կայսրությունը հիշում եք, այսինքն ժամանակակից Հնդկաստանի, Աֆղանստանի, Պակիստանի տարածքները, Ինդոնեզիայի տարածք եւ այլն, հետո մերձավոր արևելք բրիտանական կայսրության մաս էին հանդիսանում։ Այսինքն կայսրությունը չէր կարող մուսուլմանների նկատմամբ ուղղակի կոշտ պատժողական քաղաքականություն վարել, որովհետև իր մուսուլման քաղաքացիների նաև կրոնական զգացմունքներն է պիտի ինքը հաշվի առներ։ Հայ գործիչները սա չէին հաշվարկում, հետո երբ որ այս փաստի առաջ կանգնեցին, իրենց համար սա շատ զարմանալի թվաց։ Գուցե մարդիկ լինեն այսօր էլ իրենց համար դա զարմանալի թվա։ Բայց դա այդպես է։ Հաջորդիվ մենք տեսնում ենք, որ Օսմանյան կայսրության այդ բանակցությունները, որ սկսվեցին Փարիզում, շարունակվեցին մինչև 1920 թվականը արդեն եւ կնքվեց օգոստոսի 16 Սևրի պայմանագիրը, որ արդեն նախապատրաստվել էր իմ կողմից արդեն նշված Սան Ռեմոյի կոնֆերանսի ընթացքում եւ որով նշվում էր հայկական սահմանները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնին Սան Ռեմոյի կոնֆերանսում հանձնարարվեց, որպեսզի ինքը գծի հայ-թուրքական սահմանագիծը, ինչ ինքը արեց, այդ հայտնի Վիլսոնի իրավարը վճիռը, որ կա արդեն նոյեմբերին 20 թվականի դրա վկայությունն է։ Ճիշտ է, այդ ժամանակ բոլորը գիտեին, որ դա ոչ իրականանալի մի փաստ է, ինչքան է գեղեցիկ թվա, ու ցանկալի թվա մեզ այսօր կամ որևէ այլ ժամանակ։ Հայկական պատվիրակությունը բանակցելով Օսմանյան պատվիրակության հետ Փարիզում, տեղում քեմալականների հետ բանակցություններ չվարեց։ Տարբեր պատճառներով, որտեղ ակնկալում էր, որ հիմնական խնդիրները կլուծի Փարիզում։ Եվ այդ պատճառով էլ մենք կարող ենք տեսնել, որ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո, երբ որ հայկական պետությունը ուղղակի պարտություն կրեց, թուրքերի առաջարկած այդ հաշտության պայմանագրով ուղղակի հայցուն ստիպված էր վերադարձնել Օսմանյան կայսրությանը, դեռևս ռուսական կայսրության կողմից գրաված Կարծի մարզի տարածքը, նաև Սուրմալուն, բազմաթիվ կորուստներ կրել, արդեն 1920 թվականի աշնանը։ Եվ հետագայում խորհրդային շրջանում էր, որ քեմալականների հետ վերջնական համաձայնության եկան։ Այսինքն օսմանյանցիների հետ եւ նաեւ քեմալականների հետ հարաբերությունները ուղղակի ոչ սահուն դասավորվեցին։ Ավելի հետաքրքրական է թվում մյուս բախտակից հարևանների վրացիների եւ ադրբեջանցիների հարաբերությունները։ Եթե Օսմանյան կայսրության եւ քեմալականի հետ կապված պայմանագրերում հստակ մատնանշվում էր հայ-թուրքական սահմանագիծը, նաեւ Սևրի պայմանագրում, Վիլսոնի իրավարար վճռում, ապա առաջամության շրջանում Վրաստան եւ Ադրբեջանի հետ վերջնական սահմաններ գոյություն չունեին։ Կար շփման գիծ։
Դրա համար էլ առաջամտյան վերջնական սահմանների մասին խոսելը ուղղակի ավելորդ է։ Նույնը կարելի ասել եւ Ադրբեջանի մասին եւ Վրաստանի մասին։ Հայ-վրացական սահմանավեճի հիմնական պատճառը լոռու եւ ջավախքի խնդիրներ։ Այսինքն վրացիները հիմք էին ընդունում այն հանգամանքը, որ իրանց բանակցության ժամանակ առաջարկում էին, որ ասում են այն տարածքներով, ինչպես վրացական թագավորությունը մտել է ռուսական կայսրության կազմ 1801 թվականի դրությամբ, այդ սահմաններով էլ իրենք ուզում են անջատվել եւ անկախ պետություն ստեղծել։ Կապ չունի թե այդ պահին որ տարածքների վրա էր տարածվում եւ այլն, որ ընդունելի չէր հայկական կողմի համար։ Հայերենի ավելի հակված էին ազգագրական սկզբունքով սահմանները որոշելու, այսինքն որ տարածքում որ ժողովուրդը մեծամասնություն է կազմում։ Այդ հարակվեի գաղափարներ այդ շրջանում տարածված ամբողջ աշխարհում նաեւ մեր տարածաշրջանում, որ Վուդրո Վիլսոնի այդպես ասենք այդ կետերից մեկն էր, որ շատ ոգևորել էր տեղային ման փոքր ժողովուրդներին։ Այդ հարակվեի տեղային հարակվեների գաղափարը։ Մյուս խնդիրը մենք տեսնում ենք, որ այդ բանակցությունները հայկական եւ վրացական պատվիրակությունների մեջ 1918 թվականի հունիսին հաջողություն չեն բերում։ Մանավանդ որ այդ բանակցությունները իրենք բանակցում էին մի խնդրի շուրջ, որը իրականում գոյություն չուներ։ Իրենց չէր պատկանում այդ տարածքը։ Օսմանյան զորքերն են կանգնած այդ հատվածներում եւ Ախալքալաքում եւ Լորիում օսմանյան բանակներն էին կանգնած։ Երբ որ 1918 թվականի հոկտեմբերին օսմանյան բանակները հեռացան, ավելի խորացավ հայերի վրացիների միջև հակամարտությունը եւ վերածվեց, ինչպես ձեզ հայտնի է, պատերազմի դեկտեմբերի 13-ին, որը ընթացավ հայկական կողմի հաջողությամբ եւ հատկապես Լոռու տարածաշրջանը դրոյի ղեկավարած ուժերը կարողացան շատ հեշտությամբ ազատագրել եւ իրենց իշխանությունը հաստատել եւ այդ ժամանակահատվածում էր որ տարածաշրջան մուտք գործեցին բրիտանացիները, Անտանտի ներկայացուցիչները։ Նրանք լրիվ այլ խնդրով էին եկել տարածաշրջան։ Ես արդեն նշեցի հայկական ակնկալիքը ինչ էր եվրոպացիներից։ Եվրոպացիները եկել էին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով եւ ինչպես նախկինում օսմանցիներն էին կոմունիկացիոն ուղիները իրենց ձեռքը վերցնելու։ Այդ պատճառով հայ-վրացական պատերազմի պատճառով դադարեցվեց երկաթուղային ցանցի շահագործումը։ Եվ բրիտանացին զինվորականներից մեկը կապիտան Էդվարդ Գրինը ուղղակի պահանջեց հայ եւ վրացի զինվորականներից, որպեսզի դադարեցնեն պատերազմը։ 2 օր անց ռազմական գործողություն դեկտեմբերի 15-ին եւ որպեսզի ասում էր աշխատեն ճանապարհները։ Սա շատ կարեւոր է բրիտանացիների համար։ Եվ բրիտանացիների ընկալումն այն էր, որ պատերազմը վերջացել է, Կովկասի ժողովուրդները, ինչպես նաեւ աշխարհի այլ մասերում, բարոյական, քաղաքական եւ այլ իրավունք չունեին պատերազմը շարունակելու։ Իրենք մեծ տերություններով արդեն հաշտության բանակցություններ էին վարում եւ կորոշեն աշխարհի ճակատագիրը։ Այդ թվում Կովկասյան ժողովուրդների կամ անդրկովկասյան ժողովուրդների ճակատագիրը։ Իրենք չպիտի իրենց մանր հարցերի պատճառով աշխարհի խաղաղությունը խաթարեն։ Սա իրենց ընկալումն էր, որ կարող է հակասում էր այս տարածաշրջանի բնակչության պատկերացումներին, որտեղ լրիվ այլ բան են իրենք տեղացիները պատկերացնում։ Իրենց համար իրենց փոքր խնդիրները շատ կարևոր էր, բայց եթե դա նայում ենք Լոնդոնի տեսակետից, շատ դրանք չնչին էին թվում։ Եվ մենք տեսնում ենք, որ բրիտանացիների պահանջով էր, որ ռազմական գործողությունները վերջնարդյունքում դեկտեմբերի 31-ին դադարեցվեցին, եւ հայկական զինուժի կողմից ազատագրված Լորին վերածվեց, հետո այնուհետև մենք տեսնում ենք վերածվեց Չեզոք գոտու, Ախալքալաքում վրացական վարչակարգ հաստատվեց եւ այս պատերազմը նպաստեց, որպեսզի գուցե նաեւ հայերն ու վրացիները նաեւ դրա հաջորդող շրջանում սկսեն իրար հետ երկխոսել բրիտանացիների եւ ֆրանսիացիների մասնակցությամբ։ Մենք տեսնում ենք, որ հաջորդիվ կողմերը սկսում են բանակցել եւ 1919 թվականի հունվարին, հունվարի 9-ից 16-ը մինչեւ տեղ ունեն հայ-վրացական կոնֆերանս,
որը հաստատում է փաստական վիճակը, Լոռուչեզո գոտու գոյությունը բրիտանական գեներալ նահանգապետի իշխանության ներքո եւ նաեւ ախալքալաքում է վրացական վարչակարգի հաստատումը։ Այնուհետև հայերի վրացիների միջև պատերազմական գործողություններ չեն ընթանում։ Շարունակվում են բնակցությունները սահմանների վերաբերյալ, դրանցից եւ այդ բայց որևէ համաձայնագիր չի ստորագրում։ Ամենանշանակալի որոշում 1919 թվականի հոկտեմբերի 3-ի այդ համաձայնությունը, որտեղ կողմերը պարտավորվում էին բոլոր խնդիրները լուծել բանակցությունների ճանապարհով։ Նման քննարկումներ տեղ ունեցան նաև 1920 թվականի ապրիլին, երբ որ անդրկովկասյան 3 ժողովուրդների կոնֆերանս տեղ ունեցավ Թիֆլիսում, բայց դա էլ որևէ արդյունքի չբերեց։ Իմ տպավորությունն այն է, որ տարածաշրջանի ժողովուրդները, հայերը, վրացիները, ադրբեջանցիները չէին ցանկանում խնդիրները լուծել իրար միջև։ Երեքն էլ ակնկալում էին, որ Փարիզում կլուծեին այդ խնդիրները եւ մեկը մյուսին փաստի առաջ կնեցնի։ Հա գուցե ասենք խափի, հնարամտություն օգտագործի։ Բայց վերջնարդյունքում մենք տեսանք, որ երեքն էլ սրանից տուժեցին, երեք ժողովուրդներն էլ։ Հայ-վրացական հարաբերությունների մյուս կետը, որ կա, գուցե պետք շեշտեմ եւ առաջ անցնենք, 1920 թվականի նոյեմբերի 13-ն էր, երբ որ հայ-թուրքական պատերազմի պայմաններում վրացական զորքերը հայկական կառավարության համաձայնությամբ ուղղակի մուտք գործեցին Լոռուչեզո գոտի, որպեսզի, ինչպես իրենք են շեշտում, Թիֆլիսի անվտանգությունը ապահովել։ Հետո արդեն խորհրդային շրջանում այդտեղից դուրս եկան, ինչպես հայտնի է։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություն, դա ամենաբարդն էր, որովհետև նախ հայ սահմանի որոշման հարցում ամենամեծ խոչընդոտը ռուսական կայսրության իրականացրած վարչատարածքային բաժանումներն էին։ Այս բաժանումներն իրականացվել էին հաշվի չառնելով ազգագրական գործոնը։ Եվ այդ պատճառով էլ ստեղծվել էր հայ եւ ադրբեջանական բնակչության մի արհեստական նահանգ, Ելիզավետպոլի կամ Գանձակի նահանգը 1860 թվականները ստեղծվել, որը խոչընդոտում էր այդ նահանգի գոյությունը տարածաշրջանի ժողովուրդներին, որպեսզի ինքնուրույն ապագայում ինքնուրույն պետական կազմավորներ ունենալու սաղմեր իրենք դնեին։ Նահանգը պայմանական կերպով բաժանված էր երկու մեծ մասերի, բնակչության տեսակից հայկական եւ մուսուլմանական։ Մուսուլմանները ասելով հասկանում ենք հիմնականում շիա մուսուլմաններին կամ ժամանակակից ադրբեջանցիների նախնիներին, սուննի մուսուլմաններին, հա, թուրքերին, քրդերին, որոնք մեծ քանակ էին կազմում, նաև պարսիկների, իրանցիների։ Ելիզավետպոլի նահանգի մի քանի գավառներ, ուղղակի իջնենք հյուսիսից դեպի հարավ, սկսենք Ղազախի գավառից։ Ղազախի գավառը պայմանական կերպով էլի երկու մասի էր բաժանված ազգագրական տեսակետից, հայկական եւ մուսուլմանական։ Հայկական մասը համընկնում է ժամանակակից Հայաստանյան Տավուշի մարզի տարածքին եւ Գեղարքունիքի մարզի Կարմիրի տարածաշրջանին կամ Ճամբարակի տարածաշրջանին։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո այս նահանգները փաստացի լուծարվեցին եւ գավառները պայմանական կերպով ոչ իրավականորեն փաստացի բաժանվեցին մի քանի մասերի։ Ղազախի գավառը երկու մասի բաժանվեց արդեն ամռան ընթացքում 1917-ին։ Հարավային եւ հարավ-արևմտյան եւ արևմտյան մասը սկսեց կոչվել Դիլիջանի գավառ, որտեղ մեծամասնություն են հայերը, իսկ հյուսիս-արևելյան եւ արևելյան մասը գավառի շարունակեց Ղազախի գավառ անվանումը։ Իր անունը շարունակեց օգտագործվել, դրա նկատմամբ, որը մուսուլմանաբնակ էր։ Եվ այդ 17 թվականին այդ ձևավորված սահմանը հետագայում պահպանվեց որոշակի փոփոխություններ մինչև մեր օրերը։ Հաջորդ, ինչ վերաբերում է Արցախի տարածքին,
Արցախի տարածքը ներառված էր 3 վարչական միավորների մեջ, 3 գավառների մեջ՝ Ջևանշիրի, Շուշիի եւ Ջեբրայելի կամ Կարյագինոյի։ Ջևանշիրի գավառը ձգվում էր արևմուտքից դեպի արևելք, հյուսիսային Արցախներ կան, հա։ Մեծ կենտրոնական հատվածում, որը նաև լեռնային հատվածներ, մեծամասնություն էին կազմում հայերը, արևմտյան եւ արևելյան հատվածներում մուսուլմանները։ Շուշի գավառում հայերը մեծամասնություն էին կազմում։ Հարավային կամ Կարյագինոյի կամ Ջաբրայելի գավառում էլի լեռնային հատվածներում, որ կենտրոնական մասեր հայերն էին մեծամասնություն կազմում, արևմտյան եւ արևելյան հատվածներում մուսուլմանները։ Դրա համար հետագայի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որ պիտի ստեղծվեր, այս 3 նահանգների, 3 ներողություն, 3 գավառների լեռնային հատվածների հիման վրա ձևավորվեց։ Զանգեզուրի գավառը էլի 1917 թվականին 2 մասի էր բաժանվել։ Արևմտյան մասը, որ հիմնականում համընկնում է ժամանակակից Սյունիքի մարզին, հայերն էին մեծամասնություն կազմում, շարունակեց կրել Զանգեզուրի գավառ անվանումը, գավառակենտրոնն էլ շարունակեց մնալ Գորիսը։ Արևելյան մասը, որտեղ մեծամասնությունը մուսուլմաններ էին, գավառի հայ եւ մուսուլման բնակիչները գրեթե համահավասար էին։ Արևմտյան մասի կենտրոն դարձավ Դոնդարլու գյուղը, դա էլ մուսուլմանական հատվածն էր, որ տարբեր անուններ կրեց, օրինակ 20 սկում եւ Մինքենդի շրջանն էին ասում մի հատվածին, մի մասին Ղուբաթլու անունը սկսեցին այդ ժամանակ ավելի հաճախակի օգտագործել, բայց այս դեպքում ընդգծենք, որ գավառը այսինքն 2 մասի բաժանվեց։ Հայերը, երբ որ հավակնություններ ունեն հատկապես Զանգեզուրի նկատմամբ, իրենք մեծ մասամբ ակնկալում էին, որ Զանգեզուրի արևմտյան մասը պիտի միանա Հայաստանի Հանրապետությանը։ Ադրբեջանցիների ընկալումներով իրենք ակնկալում էին ամբողջ գավառը, որպեսզի իրենց պետությանը միանա։ Նույն սկզբունքով էլ նաև վերաբերում էր Արցախի տարածքն ընդգրկող գավառներին։ Խնդրահարույց էր նաև Նախիջևանի գավառի պարագան, որը Ելիզավետպոլի նահանգի մեջ էր, Երևանի նահանգի մեջ էր ընդգրկված, բայց բնակչության 2/3-ը մուսուլմաններ էին այդ շրջանում արդեն, ցարական կառավարության վերջի շրջանում։ Իսկ 1918 թվականի թուրքական արշավանքների ժամանակ տեղի քրիստոնյաները, որ 90%-ով հայեր էին, ուղղակի մեծամասնություն կամ կոտորվել էին կամ դեպորտացիա էին ենթարկվել։ Այսինքն մուսուլմանները այս դեպքում Նախիջևան եւ շրջակայքի չէին ցանկանում ընդունել Հայաստանի Հանրապետության իշխանությունը, այլ ցանկանում էին ենթարկվել Ադրբեջանին։ Այսինքն այս խառը այդպես իրավիճակներ տիրում։ Հիմա անդրադառնանք, թե ինչպես էին տարածաշրջանում գտնվող մեծ պետությունները, մանավանդ բրիտանացիները, պատկերացնում տարածաշրջանի ապագան։ Բրիտանական ընկալումներում այս տարածաշրջանը մի ամբողջություն էր, նույնը նայում էր Միացյալ Նահանգները, որ հետո պիտի ցանկանար մանդատ ստանար, որ հետո չստացվեց եւ այլն, եւ այդ բրիտանական ընկալումներով իրենք ցանկանում էին տարածաշրջանում 3 կայուն պետություններ ստեղծեին՝ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան։ Որպեսզի Վրաստանը կայուն լինի, իրենք կարծում էին, որ պիտի ընդգրկի Քութայիսի, Թիֆլիսի նահանգներ եւ Բաթումի մարզը։ Կայուն եւ ուժեղ Ադրբեջանը պիտի ընդգրկի նաեւ ամբողջ Ելիզավետպոլի եւ Բաքվի նահանգները։ Եվ դա էր պատճառը, որ բրիտանացիները ճանաչեցին Խոսրովբեկ Սուլթանովին իբրև Ղարաբաղ Զանգեզուրի ադրբեջանական գեներալ նահանգապետ։ Նույն սկզբունքով էլ իրենք կարծում էին, որ Հայաստանի հիմքը պիտի լինի Երևանի նահանգը եւ Կարսի մարզը։ Երևան նահանգի մեջ նաեւ Նախիջևանն էր մտնում։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի ունի ընդհարցակվելու հնարավորություն դեմս արևմտյան Հայաստանի հողերի։ Եվ բրիտանացիներն ակնկալում էին, որ այս 3 ժողովուրդները իրենց միջև եղած հակասությունները պիտի լուծեին, կոնֆեդերատիվ կապերով կապվեին, իրենցից ստանային օժանդակություն, ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ պայքարեին իրենց անկախության համար։ Անկախության համար պայքարի ճանապարհին անդրկովկասյան ժողովուրդների բրիտանական ընկալմամբ 2 ուժ կային, որ խոչընդոտում էին։
Մեկը Օսմանյան Թուրքիան էր, որ արդեն պարտվել էր պատերազմում, մյուսը Ռուսաստանն էր։ Այսինքն բրիտանական ընկալումներով այս ժողովուրդները պիտի պայքարեին ռուսական ներթափանցման դեմ դեպի Անդրկովկազ, որտեղ իրենք արդեն հեռացել են, հիշում եք 17-ի վերջին ռուսները հեռացան Անդրկովկասից հեղափոխությունից հետո հոկտեմբերյան։ Եվ պատճառ չպիտի լիներ, որպեսզի սրանք նորից վերադառնային ռուսները։ Ընթացքում բրիտանացիները համոզվեցին, որ Անդրկովկասի ժողովուրդներին տարանջատող գործոնները շատ ավելի մեծ են, քան միավորողները, եւ ընդհանուր ապագայի նկատմամբ ունեցած ակնկալիքները, պատկերացումները։ Եվ դա նպաստեց, որ 1915 թվականի օգոստոսին բրիտանացիները սկսեցին Անդրկովկասից իրենց զորքերը դուրս բերել։ Համոզվելով որ տարածաշրջանի ժողովուրդները, հատկապես հայերը, պատրաստ չեն իրենց անկախության համար պայքարել։ Նկատի ունենալով անկախության համար պայքար, իրենք նկատի ունեն դրա տակ առաջին հերթին Ռուսաստանի դեմ պայքար։ Սա էր պատճառը, որ սկսեցին չվստահել տարածաշրջանի ժողովուրդներին ու հատկապես հայերին։ Որովհետև հայերն ասում են, որ իրենց հիմնական խնդիրը եւ թշնամին արևմուտքում է, իդեմս թուրքական պետության, եւ իրենք հյուսիսի հետ կապված վտանգ շատ չունեն, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, որ անմիջական սահմանակից էին Ռուսաստանի հետ։ 1920 թվականին, երբ որ Ադրբեջանը խորհրդայնացավ, 20 թվականի ապրիլին, իրավիճակը լրիվ փոխվեց տարածաշրջանում, այսինքն Ռուսաստանն արդեն ներկայություն ունեցավ։ Եվ Ռուսաստանի քաղաքականությունն այս դեպքում, ի տարբերություն բրիտանց, այն էր, որ ինքը փորձում էր խնդիրները չլուծել տարածքային սահմանային վեճ։ Եթե Բրիտանիան հակված էր լուծելու խնդիրները, Ռուսաստանը դեռ վաղ էր համարում խնդիրները լուծելը, որովհետև եթե 1920 թվականի ամռանը իր ռազմակալած տարածքները ռուսական զորքերի կողմից, այդ թվում Արցախը, Նախիջևանը, նաև Զանգեզուրը միացնեին Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը ուղղակի Ռուսաստանից կհրաժարվեր, մի կողմ կքաշվեր։ Եվ դա էր պատճառ, որ այս տարածքները հայտարարեցին իրենք վիճելի գոտի։ Հույս ունենալով, որ կազդեն եւ Հայաստան եւ Ադրբեջանի վրա։ Ադրբեջանը բնականաբար դաշնակիցներ իրենց։ Այս ամենը արձանագրվեց նաև թղթի վրա արդեն 1920 թվականի օգոստոսի 10-ի Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագրով։ Դրանից է սկսվում Ռուսաստանի կողմից Հայաստանի ճանաչումը իբրև անկախ պետություն, փաստական ճանաչումը։ Վրաստան ճանաչումը մայիսի 7-ին էր տեղ ունեցել Ռուսաստանի կողմից, որտեղ Անդրկովկասյան երկրներում շատ կարևոր էր, որ Ռուսաստան ճանաչեն իրենց անկախություն, մանավանդ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո։ Խորհրդային Ռուսաստանը քայլ առ քայլ էր նվաճում տարածաշրջանը, որտեղ կարիք ուներ նաև այդ գրաված տարածքները կամ խորհրդայնացրած տարածքները յուրացնելու, որտեղ նաև հակախորհրդային ապստամբություններ էին հաճախ տեղ ունենում։ Ադրբեջանում 1920 թվականի մայիսին տեղ ունեցավ։ Հայաստանը արդեն գիտեք 1921-ի փետրվարին, Վրաստանում արդեն 1924-ին, այսինքն տարբեր էին երկրների իրավիճակները։ Հայ-ադրբեջանական սահմանագիծը իրական մենք տեսնում ենք ձևավորվեց իբրև շփման գիծ, ինչպես ասեցի, եւ ժամանակի ընթացքում դրանք փոփոխման էին ենթարկվում։ Ամենից կայունը հյուսիսում գտնվող սահմանակիցներ, ժամանակակից, այսինքն Տավուշի մարզի տարածքում, որտեղ հայ եւ մուսուլմանները ավելի, այսպես ասենք, տանելի համակեցային պայմաններ ունեցան, ինչը չենք կարող ասել Զանգեզուրի դեպքում, որտեղ անընդհատ, այսպես ասենք, ռազմական գործողություններ էին ընթանում։ Այս ռազմական գործողությունների ընթացքում նաև հետաքրքիր է Վրաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների հետ կապված, նաև ռազմական ընդհարումների հետ կապված։ Վրացիները ակնկալում էին, որ իրենք պիտի դառնան առաջերտին նաև Հայաստանը, Ադրբեջանը ազգերի լիգայի անդամ։ Եվ այդ պատճառով էլ կարևոր էին համարում, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի, որպեսզի ազգերի լիգան ընդունի այս պետություններին։
Եվ այդ պատճառով էլ իրենք միշտ հանդես էին գալի հատկապես 1915 թվականի գարնանից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու կամ սառեցնելու օգտին։ Նույն նպատակ ունեին նաև բրիտանացիները։ Ամենախնդրահարույց ժամանակահատվածներից մեկում հայ-ադրբեջանական զինված հակամարտության 1919 թվականի աշնանը, նոյեմբերի 4-ին, երբ որ սկսվեց ադրբեջանական զինուժի մեծածավալ հարձակումը Զանգեզուրի վրա, արդեն Շահմազյանն ու Գարեգին Նժդեհը սկզբում անակնկալի եկան, բայց հաջորդ օրերին կարողացան մինչև դեկտեմբերի 16-ը ադրբեջանական զորքին դուրս մղել գրաված տարածքներ, թվում ժամանակը տեղ, խնածախ գյուղերի տարածքներից ժամանակակից, այդ հատվածները ուղղակի շատ արագ գրավեցին ադրբեջանց նաև Խնձորեսկի մի մասը։ Մենք տեսնում ենք, որ վրացիների եւ բրիտանացի միջնորդությամբ է, որ կողմերը համաձայնության եկան խնդիրները բանակցային ճանապարհով լուծելու։ Եվ այդ բանակցությունները, երբ որ սկսվեցին արդեն դեկտեմբերին Բաքվում, մենք տեսնում ենք երկու կողմերն էլ բանակցում են եւ հայերը եւ ադրբեջանցիները ուղղակի ժամանակ շահելու նպատակով։ Իրենք խնդիր չէին դնում լուծել հարցերը։ Հույս ունենալով, որ եվրոպական օժանդակությամբ դա կլուծեն։ Հետո արդեն երբ որ Ադրբեջանը խորհրդայնացնում է 1920 թվականի ապրիլի 28-ին, մենք տեսնում ենք, որ դրանից հետո էլ ադրբեջանցիներն ակնկալիք ունեին, որ ռուսական օժանդակությամբ պիտի լուծեն խնդիրները ի օգուտ իրենց։ Եվ այսպես շարունակվեց մինչև 1920 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդայնացումը։ Այսինքն այս սահմանային այդ ոչ կայուն շփման գիծը բաժին հասավ եւ հայ-վրացական եւ հայ-ադրբեջանական սահմանագոտում խորհրդային Հայաստանին։ Ճիշտ է, խորհրդայնացման պահին այս հանգամանքն է շեշտենք։ Խորհրդային Ռուսաստանը 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի հայ-ռուսական համաձայնագրով հստակ արձանագրեց, թե ինքը ինչ է հասկանում Հայաստան ասելով, խորհրդային Հայաստան ասելով։ Այնտեղ ընդգրկվում էր, որ Երևանի ամբողջ նահանգը, այդ թվում Նախիջևանը, Թիֆլիսի նահանգի հարավային մասերը, այսինքն Լոռին, Ղազախի գավառի, Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի արևմտյան մասերը, այսինքն ժամանակակից Տավուշի մարզի տարածքներն ու Գեղարքունիքի մի մասը, եւ նաեւ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի ամբողջ գավառը, ոչ թե արևմտյան մասը, այլ ամբողջ գավառը։ Սա մեր գործընկերների հաշվելով շուրջ 43000 քառակուսի կիլոմետր էր լինելու, 42.5 43000, այսինքն այս պայմաններով էր թղթի վրա խորհրդայնանում Հայաստանը, բայց իրականում շատ ավելի փոքր էր տարածքը։ Ուղղակի ենթադրվում է, որ ռուսները բավարարեցին հայկական ակնկալիքները, որպեսզի անարյուն տեղ ունենա խորհրդայնացումը։ Առաջնության կառավարությունը հեշտությամբ համաձայնվի իշխանությունը փոխանցելու։ Հա, ներողություն, մեկ էլ ինչ վերաբերում է Իրանի հետ խնդիրներին, Իրանի հետ առանձին սահմանային վեճեր եւ այլն չեղան, միակ փոքրիկ միջադեպը, որ արձանագրվեց այդ ժամանակ, Նախիջևանի հետ կապված Իրանի մոտեցումներ, երբ որ հայկական զորամասերը 1919-1920 թվականին փորձեր կատարեցին Նախիջևանում հաստատվելու, պարսկական արտգործնախարարությունը ուղղակի բողոքի նոտա էր հղում Երևանին, ասելով, որ մուսուլմանները դրանից տուժում են եւ ինքն առաջարկում է խնդիրները լուծել բանակցային ճանապարհով։ Եվ մյուս օրինակն էլ, որ կարող ենք վերել, երբ որ Փարիզի հաշտության վեհաժողովին ոչ միայն հայերը, վրացիները, ադրբեջանցիներն էին իրենց ակնկալիքներ ներկայացրել, նաև պարսկական պետություններ ներկայացրել ակնկալիք եւ հիմնվելով, ինչպես շեշտում էր փաստաթղթում, պատմական սկզբունքի վրա պարսիկներ հավակնություն ունեին, որպեսզի իրենց վերադարձվի Աֆղանստանի տարածքը, Հայաստանի տարածքը, Ադրբեջանի տարածքը եւ նաեւ Վրաստանի արևելյան մասերը։ Այն տարածքները, որ մինչև Ռուսաստան եւ Բրիտանիայի մուտքը եղել է պարսկական հպատակության ներքո։ Բայց այս առաջարկ այնքան ոչ adekvat էր, որ վեհաժողովում նույնիսկ քննարկման առարկա չդարձավ։
Այսինքն բրիտանացիներից ուզում էին Աֆղանստանի, որտեղ իրենք բրիտանացիներն էին կանգնած։ Մանավանդ որ Բասկաստանը ինքը շատ թույլ պետություն էր, այդպեսի ուժ չուներ, կիսամասնատված էր։ Առաջի աշխարհամարտի ժամանակ հարավային հատվածում Բասկաստանի կանգնած էին բրիտանական զորքերը, հյուսիսային մասում ռուսական զորքերը։ Եվ առաջին բախումներից մեկը ռուսական եւ օսմանյան բանակների միջև տեղ ունեցան բուն Պարսկաստանի տարածքում։ Այսինքն այսպիսի վիճակում էր Իրանը գտնվում այդ ժամանակապահում։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունի իր գոյության ամբողջ ընթացքում հարևանների հետ ուներ սահմանային չլուծված վեճեր եւ միայն արևմտյան սահմանի դեպքում էր, որ կան փաստաթղթեր, որ դրանք ինչպես պիտի կանոնակարգվեին։ Գոնե ստորագրվեցին։ Ճիշտ է, դրանք չվավերացվեցին մի մասը իրավական ուժ չունեցան, բայց գոնե նման փաստաթղթեր կային։ Իսկ ինչ վերաբերում է վրաց հայկական եւ հայ-ադրբեջանական սահմաններին, դրանք անորոշ մնացին։ Եվ Սևրի հաշտության պայմանագրում էլ այդպես մի կետ կար, որ կողմերը իրենց կողմից ստորագրված փոխադարձ սահմանների մասին պիտի տեղեկացնեին տերություններին։ Եվ եթե չկարողանային փոխադարձ զիջումներով լուծեն սահմանը, այդ դեպքում արբիտրաժի միջազգային արբիտրաժի միջոցով էին լուծելու։ Սա էր այն ուրվագիծը, որ ես կատարեցի։ Հիմա լսեմ հարցը։ Եթե խնդրեմ մեզ հայերիս սվոթի վերլուծության, այսինքն ուժեղ թույլ կողմերը, հնարավորությունները ու սպառնալիքները, կարաք հային սվոթ վերլուծության ենթարկեք ձեր տեսանկյունից։ Եթե դուք ակնկալում եք, որ այսօրվա տեսակետից ես վերլուծություն կատարեմ, ես խուսափեմ դրանից, որտեղ մանավանդ որ ես պատմաբան եմ, ես անցյալն եմ ուսումնասիրում, գուցե այդ անցյալի որոշ էջեր այսօր էլ ունենան կիրառական նշանակություն, բայց քանի որ քաղաքագետ չեմ, նաև փիլիսոփա-հոգեբանել չեմ, շատ կդժվարանամ այդպես վերջնականապես բնութագրել հային։ Մանավանդ որ եղել են գործիչներ, որ այդպես շատ մանրամասն բնութագրումներ են տվել, օրինակ Դերնիկ Դեմիրճյանը, հա, ու շատ շատերը։ Անկեղծ վստահ չեմ, որ ամբողջական բնութագիր կարող եմ տալ, բայց մի բան ցանկանայի շեշտել, գուցե բացասական առումով, մեր ժողովրդի ամենա բնորոշ կողմերից մեկը իմ գոնե իմ տպավորության անցնող հարյուրամյակներն են դա ցույց տալիս, շատ արագ ոգևորվելն է եւ նաեւ նույն արագությամբ էլ հուսախաբվելը։ Դա ամենամեծ խնդիրներից մեկն է, որ մենք տեսնում ենք։ Եվ նաեւ ես օրինակներ էլ վերեցի իմ դասախոսության ընթացքում նման, նաեւ առաջին հանրապետության շրջանում, այսօր էլ մենք դեմ։ Նաեւ չափից ավելի ակնկալիքներ ձևավորելն է առանց դրանց փաստական հիմքի, տարբեր երկրների, ժողովուրդների հետ կապված։ Ու դա բնորոշ է եղել վերջին մոտ 7-800 տարվա, նոր չէ։ Ուղղակի գուցե խնդիրը պիտի լինի այն պետության, հանրության, մտածողների, որպեսզի մարդկանց վերադասիրակեն, որպես չափազանցված ակնկալիքներ, ոչ իրական ակնկալիքներ չունենան։ Փորձեն իրականությունը պատկերացնել այնպես, ինչպիսին կա, թեկուզ դաժան ու ծանր, բայց նաև հետաքրքիր։ Այսինքն ամենակարևորը իրավիճակին սառը գլխով գնահատական տալն է, որից հետո կարող ես ինչ-որ դեղատոմսեր առաջարկել։ Գոնե սա իմ տպավորությունն է անձնական։ Շնորհակալություն։ Ինչ քառակուսու մեջ էր պատկերացնում Քաջազնունին Հայաստանի տարածքը, որ ասում եք այնքան իրատեսական էր, որը որ կարող էր պաշտպանել հայկական զորքը։ 1918 թվականի դեկտեմբերի սկզբին Երևանի աշակերտական միության հավաքներից մեկում Քաջազնունի նման մի դասախոսություն է կարդացել Հայաստանի սահմանների մասին, բայց այդ դասախոսության սղագրությունը մեզ հայտնի չէ։ Ուղղակի մենք գիտենք դրան հետևած քննադատությունների մասին։ Զանգ թերթում տպված նյութում ուղղակի նշվում է, որ ասում էր այնքան տարածք, որ ի վիճակի լինենք պահելու։ Դրա տակ բնականաբար հասկանում էին, ինչպես
այն ժամանակ էին նշում Կովկասյան Հայաստանը, այսինքն Երևանի նահանգը բնականաբար եւ Կարծի մարզը անխոս։ Երևանի նահանգի մեջ էր մտնում նաեւ ոչ միայն Նախիջևանը, նաեւ Սուրմալուն էլ մյուս գավառներից էր, Խարակսիներ Մուսակը։ Այս երկու տարածքները միանշանակ էին։ Նաեւ Ելիզավետպոլի նահանգի արևելյան հատվածները, այսինքն հետագայի Սյունիքին, այսօրվա Սյունիքի մարզը, Տավուշի մարզի տարածքները, Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածը, այսինքն Ճամբարակի տարածաշրջանը։ Ենթադրել է նաև դատակ նաև Արցախի տարածքը նկատի ուներ եւ նաև փոքր տարածքներ դեպի Վանա լճի ափեր, որը ժամանակակիցների կողմից անընդունելի էր դիտվում, հատկապես արևմտահայերի։ Մանավանդ արևմտահայերը Հայաստանի Հանրապետությունում ունեն երկու, այսպես ասենք, հայտնի գործիչներ, իդեմս իրենց ներկայացուցիչների, ոչ արևմտահայ, արևելահայեր են երկուսը։ Վանեցիների փաստացի լիդերը Արամ Մանուկյանն էր, ներքին գործերի հետո խնամատարության նախարար, իսկ սասունցիների ու մշեցիների լիդերը Ռուբեն Տերմինասյանն էր։ Երկուսն է շատ նշանավոր դաշնակցական գործիչներ։ Այսինքն նաև այս գաղափարները արևմտահայերի ակնկալիքները չէին կարող իրականում տեղ չգտնել Հայաստանի կառավարության այդ կողմից ներկայացված փաստաթղթում, որովհետև բնակչության եւ քանակներ մեծ եւ նաեւ դրսի ճնշումներ շատ մեծ, գաղութահայերի ճնշումը Հայաստանի Հանրապետության վրա։ Եթե պատկերացնենք մենք այսօր ինչքան ճնշում կա նույն Սփյուռքի դեպքում Հայաստանի վրա, չեմ ասում ֆիզիկական ճնշում, գաղափարական ճնշում, ակնկալիքների ճնշում։ Պատկերացրեք այն ժամանակ ինչ կարող էր լինել։ Մանավանդ մարդիկ նոր էին կորցրել իրենց հարազատներին, ընտանիքները, սեփական տունը, տեղը, բնակավայրը, իրենք ցանկանում էին օր առաջ վերադառնալ։ Եվ այս պայմաններում Հայաստանի իշխանությունների համար չափազանց անիրական կարող է նաև թվալ, անիրական կարող է լինել այդպես օպտիմալ պահանջներ ներկայացնելը։ Մանավանդ, ինչպես ես շեշտեցի, արևմտյան տերությունները եւս իրենք նշում էին, որ ակնկալում են, որ արևմտահայկական հողերը պիտի վերադառնան հայերին։ Նշել էին պատերազմի ժամանակ։ Իսկ ինչպես նշեցի, ժամանակի գործիչները շատ էին ողջևորվել դրանից։ Մանավանդ իրենց ամբողջ կենսագրությունը դրան էր ուղղված, արևմտյան Հայաստանի ազատագրմանը։ Իրենց ամբողջ կյանքը, կենսագրությունը, ուղին, քաղաքական, ոչ քաղաքական դրան էին ծառայեցրել իրենք։ Ես ուզում եմ դա թվով էլի ձեր ինչքան է այդ եղել համենայն դեպս ոնց հասկանում եք ես մեր եղածից շատ ավելի մեծ մոտ 3 անգամ շատ 2.5 անգամ շատ Փաստորեն այդ ժամանակ նույնիսկ չի բավարարել էլի հայերին Այո իհարկե այսօրվա համար էլ դրա համար պետք է հետևություններ անել ես կարծում եմ դե բնականաբար պատմությունը ուսումնասիրում են ոչ միայն այն պատճառով որ ենթադրել որ ինչ որ նույնատիպ իրավիճակ պիտի լինի որ նույնությամբ կրկնվի չէ ուղղակի տարբեր իրավիճակներում թույլ տված սխալները երբեմն նաև պայմանական ասենք առավելապաշտական կամ իրականությունից կտրված ակնկալիքները չափավորելու տեսակետից բայց նաև ժամանակահատվածներն են փոփոխվում այն ժամանակ չգիտեմ Օսմանյան կայսրությունում պատերազմում պարտված պետություն էր դրա համար նաև մեծ ակնկալիքներ ունեն այսօրվա նրա իրավահաջորդը շատ հզոր պետություն է տարածաշրջանի ամենահզոր ու կարող պետություններից մեկն է կամ աշխարհի նույնիսկ դրա համար նաև շատ ավելի տարբեր է այսօր շատ ավելի գուցե բարդ է բայց հնարավորությունների առումով այսօր շատ ավելի լավ վիճակում է գտնվում Հայաստան անհամեմատելի է Այսինքն այն ժամանակվա եւ հիմա երբեմն որ փորձում են համեմատել անհնարին է այդ համեմատությունը անցկացնել էլի ամենաառաջինը արտաքին աշխարհի հետ կապի առումով շրջափակված լինելու հարևանների հարաբերությունների առումով երկրորդը
աշխարհի կողմից ընկալման առումով։ Այն ժամանակ Հայաստանի նույնը Վրաստան եւ Ադրբեջանը միջազգայնորեն ճանաչված պետություններ չէին, ազգերի լիգան չէր ընդունում իրենց իբրև անդամ։ Եվ մյուս խնդիրը որ կա 1920 թվականի հունվարին այս երեք պետություններին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Իտալիան ճանաչեցին իբրև փաստացի գոյություն ունեցող, ոչ իրավականորեն գոյություն ունեցող պետություններ։ Այսինքն դե ֆակտո ճանաչեցին նրանց անկախությունը։ Այսօր լրիվ այլ է։ Տնտեսական առումով անհամեմատելի է, ցեղասպանությունից փրկված, մազապարծ, գաղթական, սովամահ լինող բնակչության երկիր էր։ 1918 թվականի վերջի 19-ի սկզբի մամուլը որ նային Երևանի, նույնիսկ Զանգ թերթը մի առանձին բաժին ուներ, որտեղ ներկայացնում էր թե նախորդ օրը քանի դիակներ են հավաքել Երևանի փողոցներից։ Մարդիկ որոնով ցրտից ուղակի դրսում մեռնում էին։ Ու դա լուրջ խնդիր էր մինչև 1920-ականների կես արևմտայի գաղթականների հանգամանքը։ Նույնիսկ 1922 թվականի գյուղատնտեսական ցուցակագրության կամ մարդհամարին արևմտային նախկին գաղթականների մեծ մասի դիմաց իբրև աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն գրված էր օրինակ մուրացիկ, աղախին, ծառա, այսինքն ու մեծամասնություն իրենք չունեին կայուն բնակարաններ։ Հետո 20-ականներին սկսեցին բնակարանների մեծ մասի շինարարությունը, էլի։ Այդ խնդիրը որ իրենց մի մաս նաև չերել ցանկանում բնակարաններ կառուցել, հույս ունենում որ օր առաջ արևմտյան Հայաստան պիտի վերադառնա, իրենց բնակավայրը պիտի վերադառնային։ Շատ է տարբերությունը եւ արտաքին եւ ներքին պայմաններով եւ նաեւ պատկերացումներով եւ ընկալումներով։ Շատ շնորհակալ եմ շատ հետաքրքիր ներկայացնելու համար։ Այդ ժամանակ թվականակը բնակչության որքան էր? 550,000։ Իսկ Վրաստանը 1.2 միլիոնի չափ։ այդ թվերի հանգամանքը ինչ դերակատարություններ ունենում ընդհանուր այդ բանակցությունների բանի մեջ էլի, ուժերի հարաբերակցության բանի։ Ունեւ լավ։ Ես ավելի, եթե նկատի ունեք հարաբերություններում, եթե նայենք, մահմեդականների թիվը շատ ավելի մեծ էր, բայց ի տարբերություն այսօրվա, այն ժամանակ հայերը ունեին մի հետաքրքիր առավելություն, որտեղ կարող է երբեմն ինձ նման հարցեր տալիս են, բայց լավ ինչ եղավ, որ օրինակ այն ժամանակ նույն Զանգեզուրում տեղային գործիչ Արսեն Շահմազյան, Գարեգին Նժդե եւ այլն կարողանում էին կանգնեցնել ադրբեջանցիներին, հակահարված տալ եւ այլ տարածաշրջաններում, ինչն էր դրա պատճառը։ Դրա ամենամեծ պատճառը հայերի զինվորական պատրաստությունն էր։ Ռուսական կայսրություն դա երկու հանգամանքեր նպաստել։ Առաջինը ռուսական կայսրությունում 1880-ականներից սկսեցին Կովկասի փոխարքայության բնակիչներին բանակ զորակոչել։ Բայց զորակոչում էին միայն քրիստոնյաներին։ Մուսուլմաններին բանակ չէին տանում։ Այսինքն այդ թվում հայերը զորակոչվելով հմտանում էին ռազմական գործի մեջ, կարգ ու կանոն էին սովորում, պատերազմական գործողությունների էին մասնակցում։ Ճիշտ է, կովկասյան մուսուլմանները իրենք զինված էին, բայց անկանոն ջոկատներ էին։ Պրոֆեսիոնալ զինվորականներ չէին իրենք։ Մյուս խնդիրը արևմտահայության ազատագրական պայքարին մասնակցելով հայդուկները հայդուկային պայքարում անկանոն կռիվների մեծ փորձառություն ձեռք բերեցին հայ երիտասարդները։ Հետո անկախության շրջանում սա շատ պետք եկավ։ Եվ դա է պատճառը, որ փոքրաթիվ հայկական ջոկատները կարողանում էին մեծ թվով մուսուլմանական խմբերի պարտության մատնել։ Այս սա էր նաև ձեր հարցի պատասխանը, այսինքն այդ հայության փոքրաթիվ լինելը ռազմի դաշտում դա չէր երևում այդ տարբերությունը մեծ առումով։ Ճիշտ է, կային տեղեր, այսինքն անսահմանափակ չէին ռեսուրսները բնականաբար։ Բայց հաջողությունների պատճառներից մեկը ոչ միայն հայության բնածին, տաղանդ, ներհերոսություն եւ այլն, նաև ուղղակի պատրաստված լինելը,
Օսմանյան կայսրության տարածքում, այսինքն այդ հայդուկային մարտերին մասնակցած լինելը, խմբեր ղեկավարելը, այդ խմբապետներն եւ այլն, մյուսը ռուսական կայսրության բարձրաստիճան զինվորականների, գեներալների, գնդապետների, միջին սպայական կազմի արկայությունն էր եւ նաեւ բանակում ծառայած զինվորների արկայությունը, նաեւ կրտսեր սպայական կազմի, որոնք նաեւ տեղացիներին, իրենց հարևաններին, ընկերներին եւ այլն զինվորական կարգ ու կանոն էին սովորեցնում, ինչի հնարավորությունը մուսուլմանները շատ չունեն, իրենց մոտ այդ հնարավորությունը միայն ստեղծվեց այն պայմանին, երբ որ Օսմանյան բանակները որ տարածաշրջանին հեռացան, որոշ քանակի սպաներ թողեցին, բայց դա շատ քիչ էր։ Այսինքն ուրիշ բան է մարզված զինվորին, որ 3 տարի ծառայել էր բանակում դու ինչ որ բան սովորեցնես, ուրիշ բանը անկանոն որսորդին դու սովորեցնես։ Սա էլ ձեր հարցին երևի հիմնական պատասխանն է, որտեղ կցանկանայի շիշտել, որտեղ երբեմն նման հարցեր այսօր շատերի մոտ են ծագում։ Անավանդ վերջին ողբերգական պատերազմից հետո։ Շնորհակալություն։ Այսպիսի մի խնդիր կա, պատմությունը ուսումնասիրելիս մենք հասկանում ենք, որ դուք ձեզ ինչպես լրացում, եթե կարելի է թույլ տվեք, երբեմն իրազեկումների հետևանքով հասկանում ենք, որ հայկական զորաջոկատը եւս զինամթերքով քիչ պակաս զինված չի եղել, սակայն եղել են որոշակի անկազմակերպություններ հայկական զորաջոկատներում։ Եվ ինչպես գիտենք, Գարեգին Նժդեն լինելով դաշնակցական եւ լինելով երբեմն լինելով բոլշևիկները այլ կուսակցություններ ունեցել են իրարամերժ մոտեցումներ տարբեր հարցերի շուրջ։ Կարելի է հասկանալ եւ հետեւություններ կազմել, որ այսպիսի իրարամերժ վիճակներն է երկրի ներսում որոշակի բացասական ձևաչափ կազմել, այսինքն պարտության մակարդակում, եւ ինչու է Գարեգին Նժդեհը բանտարկվել եւ Անդրանիկ Օզանյանը մեկնել լքել Հայաստանը։ Ու արդյոք կարելի է հասկանալ, որ ցարական Ռուսաստանը եղել է միակ փրկողակը Հայաստանի համար 1918 թվականի Բաշապարանի Ղարաքիլիսայի պատերազմում, վերջնական որպես հանգուցալուծում։ Լավ, եկեք մի 1-2 ճշտում կատարենք։ Նախ 1917 թվականի փետրվարից հետո այլևս չկար ռուսական կայսրությունը, ցարական Ռուսաստանը ձեր ձևակերպմամբ, դրա համար որևէ դեր չէր կարող ունենալ։ Ինչ վերաբերում է, եթե դուք Նժդեի բանտարկություն հավանաբար նկատի ունեք դաշնակցության գործով 1912 թվականին։ Մինչև 20-րդ դարասկիզբը հայ հեղափոխական դաշնակցությունը հիմնական իր ուշադրությունը բևեռում էր Արևմտյան Հայաստանի վրա, այսինքն Օսմանյան կայսրության տարածքում էր գործունեություն ծավալում։ 1905 թվականից հետո փոխվեց կուսակցության առաջնահերթությունը։ Կուսակցությունը սկսեց 5-7 թվականների հեղափոխությունից սկսած ռուսական սկսեց զբաղվել ոչ միայն արևմտահայության խնդիրներով, նաև արևելահայության։ Ու սա առիթ հանդիսացավ, որպեսզի ռուսական իշխանությունների ուշադրությունն ավելի շատ գրավի եւ 1908 թվականից սկսվեց, այսպես ասենք, դաշնակցականների ձերբակալությունների շղթան։ Եվ հետո տեղ ունեցավ դատավարություն եւ այլն, եւ այդ ընթացքում էր, որ արդեն սկսվում էր առաջին համաշխարհային պատերազմը, եւ այս գործիչները պետք էին ռուսական կայսրությանը, հայ գործիչները, որպեսզի թուրքերի դեմ կռվեին իրենց ճշտամի։ Դրա համար իրենց հեշտությամբ, այդպես ասենք, մեծ մասին ազատեցին բանդերից։ Սա լրիվ այլ հարց է։ Այսինքն ռուսական կայսրությունը, եթե մենք նայենք իրավական տեսակետից, այլ կուսակցությունների գործունեությունը օրենքով արգելված էր։ Այսինքն դաշնակցությունը ինքը անօրինական կուսակցություն էր, նույնը հնչակյանները, ռուսական օրենսդրությամբ, եթե նայենք կայսերական։ Եվ այդ պատճառով էլ էս անօրինական կազմակերպությունների անդամակցությունը, սրանց շրջանակներում գործունեությունը, զենք կրել եւ այլն, օրենսդրությամբ պատժելի էր։ Երբ իրենց դա պետք էր, իրենք դա հիշում էին եւ ձերբակալում էին այս անհատներին։ Երբ որ արդեն խնդիր կար պատերազմի թուրքերի դեմ, այս անհատներն իրենց պետք էին լինում։ Եվ այնտեղ բանտերից դուրս էին գալիս։ Սա նշն է, մյուս հարցը ինչու Անդրանիկը 1919 թվականին լքեց տարածաշրջանը։ Անդրանիկը ինքը, որ մենք պատկերացնենք, ինքը ոչ ստանդարտ մտածող անհատ էր։ Ինքը հիշում եք, ծագումով Շապին Գարահիսարցի էր, ամբողջ կյանքը նվիրել էր արևմտահայության ազատագրմանը։ Իր ընկալմամբ Հայաստանը արևմտյան Հայաստանն էր։
Արևելյան Հայաստանը իր ընկալմամբ Արևմտյան Հայաստանի կցորդներ։ Երբ որ դրա համար իր վերաբերմունքը միանշանակ չէր Հայաստանի առաջին հանրության նկատմամբ, պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ինքը լուրջ հակասություններ ուներ իշխանության վերին օղակներում գտնվող գործիչների հետ։ Եվ ռազմաքաղաքական ղեկավարության եւ նաեւ քաղաքական լիդերներից։ Դրաստամատ Կանայանը դրա լավագույն օրինակներից է։ 1918 թվականի ամռանը, ինչպես գիտեք, Անդրանիկը հաստատվեց Զանգեզուրում։ Մինչդեռ ինքը փորձել էր միանալ բրիտանացիներին եւ նաեւ դեպի Պարսկաստաները արշավել եւ այնտեղ չկարողանալով, հաջողություն չունենալով Թուրքիայի հետ բախումներով, վերադարձավ եւ հաստատվեց Սյունիքում։ Սյունիքում իր գտնվելը դրական նշանակություն ունեցավ։ Այսինքն ինքը պահեց տարածաշրջանը, զինվորական կարգ ու կանոն հաստատեց եւ նաեւ թույլ չտվեց Անդրանիկը, որպեսզի ադրբեջանա-թուրքական զորամասերը կարողանային Զանգեզուրը կամ Սյունիքը գրավեին։ Զանգեզուր ասելով այս դեպքում հասկանում ենք նախկին Գավառի արևմտյան հայաբնակ հատվածները։ Անդրանիկը բայց միանշանակ գործիչ չէր։ Եվ առաջամտյան ղեկավարությունը առաջին հնարավորության դեպքում կուզենար Անդրանիկից ազատվել։ Նույնը նաև բրիտանացիները։ Ճիշտ է, ինքը բրիտանացիներին լսել էր եւ 1918 թվականի դեկտեմբերին դադարեցրել էր դեպի Արցախ, դեպի Շուշի իր արշավանքը, որտեղ բրիտանական, այսպես ասենք, շանտաժը գործեց, ասեցին, եթե դու շարունակես արշավանքը, ապա քո քայլերը կանդրադառնան Փարիզում Արևմտյան Հայաստանի հարցի քննարկման վրա։ Դա Անդրանիկի համար կարմիր գիծ էր եւ ինքը ելման դիրքեր վերադարձավ։ Եվ 1919-ի սկզբին եւ բրիտանացիներն էին ցանկանում Անդրանիկին հեռացնել տարածաշրջանից եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը եւ նաեւ նման ցանկություններ նաեւ Պողոս Նուբար Փաշան, որը արևմտահայության ներկայացուցիչն էր, հա։ Պողոս Նուբարը, որպեսզի իր պատվիրակությանը մեծ շուկ տա, կարիք ուներ Անդրանիկի նման գործչի։ Եվ դրա համար Անդրանիկին նամակներով հրավիրում էր, ասում էր արդեն ոնց որ պատերազմը վերջացել է աշխարհամարտը, քո կարիքը նաև Եվրոպայում կա, որպես սիմվոլ այդպես։ Եվ Անդրանիկը, հետո հիշում եք, վերադարձավ, բրիտանացիները եւս Անդրանիկին հորդորում էին լքել տարածաշրջանը եւ նպաստեցին, որպեսզի Անդրանիկը այնուհետև գնա դեպի Բաթում, ստանա անձնագիր, հետո տեղափոխվի դեպի, հիշում եք, Մանչեստրով եւ այլն, այդպես մեծ ճամփորդությունը, Փարիզով եւ այլն այնտեղ ամուսնացավ եւ այլ մանրամասներ։ Այսինքն այս հանգամանքներով էր պայման, դա բոլորին էր ձեռնտու, պայմանական ասած, Անդրանիկի հեռանալը կամ հեռացնելը տարածաշրջանից, որտեղ ինքը անկանխատեսելի գործիչ էր։ Չէր ենթարկվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին Անդրանիկը։ Իսկ դա պետությունը չէր կարող հանդուրժել։ Քանի որ այստեղ լրագրողներ են ներկա, ես ցանկանայի կարճ խոսենք, թե ինչպիսին էր խոսքի եւ մամուլի ազատության հարցը Հայաստանի առաջին հանրապետության շրջանում։ Սա ինչի եմ շեշտում, որովհետեւ մեր իրականության մեջ երբեմն կան թյուր ընկալումներ, ոչ իրական։ Այս խնդրի հետ կապված, դրան նպաստել են առաջին հերթին առաջին հանրապետության նախկին երկու վարչապետները, Սիմոն Վրացյանը եւ Ալեքսանդր Խաբեսյանը, որ գրել են նաեւ այդ շրջանի պատմությունը։ Իրենք միայն, այսպես ասենք, դրական էջերի մասին են գրել եւ իրենց տեքստերը ընթերցելով տպավորություն կլինի, որ մի կատարյալ ժողովրդավարական տարածքում են իրենք գործել եւ իրենք էլ այդպիսին էին։ Նման տողեր նաեւ կա Ռուբեն Տերմինասյանի հուշագրությունում, որ նաեւ այսպիսի մի օրինակ է բերում, ասում է Աբրահամ Գյուլխանդանյանը, քանի որ ցարական բանտերով էր անցել իբրև սոցիալիստ դաշնակցական գործիչ, չէր փորձում նախկին իր սոցիալիստ գործընկերներին, այդ թվում բոլշևիկներին կարգի հրավիրելու, խուսափում էր դրանից։ Բայց երբ որ մենք ուսումնասիրում ենք արխիվային փաստաթղթերը, լրիվ հակառակ իրականությունն ենք տեսնում։
Սկսենք խոսքի ազատության հետ կապված խնդիրներից։ Առաջին նման օրինակը, որ գոնե ինձ հայտնի է, վերաբերում է 1918 թվականի հուլիսի 22-ին, երբ որ կառավարություն դեռ նոր պիտի ձևավորել եւ ընդդիմադիր արդեն պատգամավոր պիտի դառնար սոցիալ-դեմոկրատ Հայկ Ազատյանը ելույթ է ունենում եւ քննադատում ապագա ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանին եւ ընդգծում, ասում է, ես ցանկանում եմ մի դասախոսություն կարդալ Երևանում, բայց տպարանները հրաժարվեցին տպագրել իմ հայտարարության աֆիշը եւ ասեցին, որ այդ մասին դա պիտի կարող ենք տպագրել դա միայն ոստիկանապետի, Երևանի ոստիկանապետի թույլտվությունից հետո։ Եվ սա համարում են, որ անարգանք իր նկատմամբ։ Սա մենք առաջի օրինակն է, որ մենք տեսնում ենք, այսինքն որ սովորական դասախոսություն կարդալ համար աֆիշ տպագրելը, հայտարարության տեքստը պիտի ոստիկանական թույլտվությամբ միայն լիներ, որպեսզի տպարանը հրատարակեր։ 1918 թվականի օգոստոսի 1-ին եւ 3-ին, երբ որ Հովհաննես Քաջազյանը ներկայացնում էր իր կառավարության գործունեության ծրագիրը, երբ որ իրեն հարց ուղղեցին հայ ժողովրդական կուսակցության ֆրակցիայի կողմից, թե ինչպիսի վերաբերմունք ունի վարչապետը եւ կառավարությունը սովորական ազատությունների, կրոնի, խղճի, մամուլի ազատության նկատմամբ, Քաջազյանն ուղղակի հայտարարեց, որ դրանք անքննելի հարցեր են։ Չենք մոռանում, որ նախկինում արգելված, այսինքն հալածանքների ենթարկված գործիչների մասին ենք խոսում, որոնք նոր էին եկել իշխանության եւ փորձելու էին ժողովրդավար Երևան, կամ գոնե այդպես են իրենց հայտարարում։ Նման հայտարարություն արդեն արեց նաեւ իր կառավարության հայտագիրը ներկայացնում կամ ծրագիրը ներկայացնում Ալեքսանդր Խատիսյանն արդեն 1919 թվականի օգոստոսի 10-ին։ Օրինակ կառավարող կուսակցության Դաշնակցության զանգ պաշտոնաթերթը 1919 թվականի ապրիլի համարներից մեկում ունի այդպես խոսքը ազատ վերնագրով խմբագրական, որտեղ ընդգծում էր, որ ազատ խոսքին այլընտրանք չի կարող լինել։ Սա հայտարարությունների մակարդակով եւ տպված եւ նաեւ ամբիոնից հնչեցված, բայց իրական կյանքում լրիվ այլ սկզբունք էր գործում։ Երբ որ եւ կուսակցությունն էր միջամտում, եւ պետություն եւ հատկապես ներքին գործերի նախարարությունը, որովհետեւ պարբերական հրատարակելու թույլտվությունները ներքին գործերի նախարարն էր տալիս։ Այդ ժամանակ եթե նայենք ցենզուրա որպես այդպեսին չկար, քաղաքական գրաքննություն չկար, կար ռազմական գրաքննություն։ Ընդունված էր, որ թերթերը որևէ ռազմական, պետական գաղտնիք պարունակող խնդիրների մասին որևէ նյութ տպելուց առաջ պիտի ներկայացնեին զինվորական նախարարության ռազմական ցենզորին, որը պիտի նայեր եւ կարծիք տար եւ այնուհետեւ միայն տպագրեն։ Բայց ինձ բազմաթիվ օրինակներ են հայտնի, գոնե մի 7-8 օրինակ առանձնացրած ես ունեմ, որ նման փաստերի հակառակն է վկայում։ Մենք տեսնում ենք, որ ռազմական գրաքննիչը իրականում հետ գրաքննություն էր իրականացնում, այսինքն տպված նյութերի հետևից էր ինքը գնում։ Երբ որ պետական ռազմական գաղտնի էին բացահայտել պարբերականները իրենց հրապարակումներով։ Մենք ունենք առաջանցյան շրջանում նաև տպարանների բռնագրավման դեպքեր, տարբեր պատճառներով։ Առաջին նման օրինակը մենք տեսնում ենք, որ իրավական առումով թույլ է տվում տպարան բռնագրավել 1919 թվականի հունիսյան ընտրությունների, պարլամենտական ընտրությունների նախօրյակներ, երբ որ ներքին գործերի նախարարին թույլատրվում էր, որ անհրաժեշտության դեպքում տպարաններ բռնագրավի եւ թուղթ, որտեղ այդ ժամանակ թղթի կրիզիս կար, մեծ պահանջարկ կար թուղթը եւ թերթերը երբեմն չէին կարողանում տպվել, որտեղ թղթի բացակայությանն էին բախվում։ Առաջանցյան շրջան նման նաեւ օրինակներ մենք տեսնում ենք տպարանների բռնագրավման, հատկապես 1920 թվականի մայիսյան ապստամբության հակախորհրդային հակապետական ապստամբության բոլշևիկների կազմակերպած այդ շրջանակներում։ Նաև օրինակ ունենք 1919 թվականին, երբ որ տպարանները Ալեքսանդրապոլ քաղաքում հրաժարվել էին գործելու մասնավոր տպարանները,
այդ Աբրահամ Մալխասյանցին պատկանող, ուղղակի կառավարությունը հատուկ որոշմամբ այդ տպարանը բռնագրավեց, քանի որ պետական պատվերներ պիտի կատարեր եւ հրաժարվում էր կատարել։ Ժամանակավոր բռնագրավեց, չնայած երկար շարունակվեց այդ բռնագրավումը։ Մյուս խնդիրը կցանկանեն օրինակ կբերել, որ առաջամցյան շրջան միշտ կհանդիպեք նաև, որ տպվել է շուրջ 60 պարբերական։ Իրականում սա շատ պայմանական թիվ է։ Ոչ թե 60 թերթ անընդհատ տպագրվել է, չէ։ Իրականում մենք տեսնում ենք սրանց մեծ մասը մեկ համար տպելուց հետո կանգնել են տարբեր պատճառներով։ Կամ ֆինանսական միջոցներ չեն կարողացել հայթայթել խմբագիրները, հրատարակիչները, կամ թուղթ չեն կարողացել հայթայթել, կամ էլ ուղակի արգելվել են։ Բազմաթիվ պարբերական է թվում Երևանի Սպարտակ թերթը, Ալեքսանդրապոլի Ալիք թերթը, առաջին համար տպվելուց հետո ուղակի արգելվել են։ Ոչ խրախուսելի ինֆորմացիա են հրապարակել։ Ես որ ուսումնասիրել եմ այդ շրջանի մամուլը նաև հատկապես փաստաթղթերով, մի քանի 2-3 մեծ խմբի պատճառներ եմ առանձնացրել, ինչի պատճառով կարող էր թերթը փակվել։ Առաջինը եւ ամենակարևոր պատճառներից մեկը, երբ որ պետական կամ ռազմական գաղտնիք էին հրապարակում, դա անընդունելի էր դիտվում։ Նման օրինակներ կան, օրինակ ինչպես Շիրակի աշխատավորը 1919 թվականի օգոստոս-սեպտեմբերին հրապարակել էր Ազատամարտ եւ Վարդան Զորավար զրահագնացքների կառուցման մասին տեղեկություն, կամ սոցիալիստ հեղափոխական թերթը, նույնիսկ Դաշնակցության Հառաջ թերթը, սոցիալիստ հեղափոխականը ընդդիմադիր հիմնական մամուլներ։ Կամ Հառաջ թերթը Դաշնակցության տպագրել էին հոդվածներ 1919 թվականի սեպտեմբերին Սուրմալում ընթացած ռազմական գործողությունների մասին, երբ որ հայկական զինուժը, հրամանատարական կազմը սխալ հաշվարկներ էին իրականացրել եւ դա հանգեցրել էր նրան, որ տեղի մուսուլմանները, որ հիմնականում քրդեր էին, կարողացել էին հայկական զորամասերին պարտության մատնել եւ պատճառ դառնալ, որ մի քանի հազար սուրմալեցիներ ուղակի տեղափոխվել էին Վաղարշապատ Էջմիածին։ Այսինքն այդ բնակավայրերն էլ ավերվել էին, մոտ 10 գյուղ ավերվել էր։ Եվ այս մասին, որտեղ նյութ էին գրել այս երկու թերթերը, նաև քննադատել զինվորական մինիստրության գործունեությունը, սա մեծ աղմուկ հանեց։ Եվ նաև սոցիալիստ հեղափոխական թերթի խմբագրակազմին նկատողություն հայտարվեց եւ խոստանում որ հաջորդը եթե կրկնվի, թերթը կարող է փակվել եւ իսկ խմբագիր եւ հոդվածագիր Արշամ Խոդկարյանը ուղղակի կարող է ձերբակալվել։ Պարլամենտի պատգամավոր Խոդկարյանն այդ ժամանակ։ Մյուս օրինակը, որ տեսնել եմ ինչի են թերթերի հարաբերական խնդիրներ հարուցել, երբ որ շոշափել են Հայաստանի դաշնակիցների վերաբերող խնդիրներ, քննադատել են բրիտանական կամ ամերիկյան քաղաքականությունը։ Նաև ունենք մի օրինակ, թե ինչպես 1919 թվականի դեկտեմբերի վերջին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն դիմում է Հայաստանի կառավարությանը, խնդրելով կամ առաջարկելով, որպեսզի ամերիկացիների մասին Հայաստանում տպվող որևէ ինֆորմացիա նախապես իրենց ներկայացվի, այնուհետև միայն հրատարակվի մամուլում։ Սրան հետևեց կառավարության նիստում այս հարցը առանձին քննարկման առարկա դարձավ եւ ամերիկացիները պատասխանեցին, որ Հայաստանը, ինչպես փաստարկում նշում, ասում է ռամկավարական պետություն, այսինքն դեմոկրատական պետություն է, որտեղ արգելված է գրաքննությունը։ Բայց խոստանում ենք, որ կդիմենք մամուլի եւ այնուհետև հրահանգվում է ներքին գործերի նախարարին դիմել թերթերի խմբագիրներին, որտեղ նախարարը հաճախակի խմբագիրների ժողովներ էր հրավիրում մի քանի ամիսը մեկ։ Ասում է եւ դիմել, որպեսզի ոչ ճիշտ ինֆորմացիա, այդ թվում ամերիկացիների մասին մամուլում տեղ չգտնի։ Ամենամեծ խնդիրը, որ տեսնում ենք բրիտանացիների համար, որ շատ վրդովեցուցիչ էր, դա վերաբերում էր 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի այդ 26 կոմիսարներին Ստեփան Շաումյանին եւ իր մյուս ընկերների ողբերգական մահվան մեջ բրիտանացիների մասնակցությանը։
աղջակումայի անապատներում, հա, գիտեք այդ հայտնի դեպքը, ինչպես Բաքվի այդ պաշտպաններին, բոլշևիկ գործիչներին այնուհետև մահապատժի են ենթարկել։ Եւ կոմունիստ գործիչները սրանում մեղադրում էին բրիտանացիներին, նաեւ խորհրդային պատմագրությունը, երբ որ 1919 թվականին մի քանի թերթեր իրար հետևից նման ինֆորմացիաներ տպագրեցին, քննադատելով բրիտանացիներին եւ այս հարցում։ Այդ թվում իմ կողմից նշված Սպարտակ թերթի առաջին եւ միակ համարն այդ պատճառով արգելվեց։ Սոցիալ-դեմոկրատների խոսք թերթը, որ տպագրվում էր Երևանում 1918 թվականի սեպտեմբերին, երբ որ Նյութ հրապարակեց բրիտանացիների մասնակցության մասին 26 այդ կոմիսարների սպանության մեջ, դրանից հետո բրիտանական պահանջով դա արգելվեց այդ թերթի տպագրությունը։